Միայնակ հայրը իր տնօրենի դաստակին գտնում է ապարանջան, որը կորել էր իր կնոջը սպանած դժբախտ պատահարի ժամանակ։ Նվերի հետում թաքնված ճշմարտությունը բացահայտում է ընկերության ներսում գործող դավադրություն։ Այժմ նա ճարտարապետը պետք է գոյատեն այն ճշմարտությունից, որը նրանք կոչված էին թաղելու։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, էլ ավելի հուզիչ պատմությունների համար։ Կորպորատիվ շենքի լռությունը խախտվում էր միայն սերվերների մեղմ մռնչյունով Մարկի ստեղնաշարի ձայնով, որն արձագանքում էր դատարկ միջանցքներում։ Գրեթե կեսգիշեր էր, երբ նա կարգավորում էր կրկնօրինակման վերջին համակարգերը, մի սովորական գործողություն, որը վերջին 2 տարիներին դարձել էր նրա բնույթի երկրորդ մասը։ Այն օրվանից, երբ Օլիվիան անբացատրելիորեն հեռացել էր, թողնելով միայն մի նամակ, որտեղ ասվում էր, որ պետք է գտներ ինքն իրեն, Մարկը գիշերային աշխատանքում միջոց էր գտել փախչելու հիշողություններից, որոնք համառորեն հետապնդում էին նրա դատարկ տունը։ Փոքրիկ վարդը, նրա 7-ամյա դուստրը, հանգիստ քնած էր Հարան Ագնեսի տանը, ով բարեհոգիորեն հոգ էր տանում աղջկա մասին, ամեն անգամ, երբ Մարկին պետք էր աշխատել արշալույսին։ Ագնեսը բարի կին էր, ով գիտեր Մարկի նուրբ վիճակը երբեք չէր կասկածի տակ դնում նրա գիշերային բացակայությունները, հասկանալով, որ նա անում էր ամեն ինչ, ինչ կարող էր, որպեսզի պահեր իր դստերը, պահպաներ իր հոգեկան առողջությունը։ Մարկը ստուգում էր անվտանգության գրառումները, երբ լսեց քայլերի արձագանքը գլխավոր միջանցքում։ Նա կնճռեց հոնքերը, ստուգելով էկրանի թվային ժամացույցը։ Ոչ ոք չպետք է լիներ շենքում այդ ժամին, հատկապես ոչ 15-րդ հարկում, որտեղ գտնվում էին Ալյանս շինարարական ընկերության բարձրագույն ղեկավարության գրասենյակները։ Նա արագորեն պահպանեց իր աշխատանքը, զգուշորեն շարժվեց դեպի ձայնը։ Գլխավոր ճարտարապետի գրասենյակի մեղմ լույսը միացված էր, ինչը բոլորովին անսովոր էր։ Մարկը լավ գիտեր բոլոր աշխատակիցների ժամերը, քանի որ պատասխանատու էր թվային անվտանգության համակարգի մոնիտորինգի համար, Կիարա Ալյանսը երբեք չէր մնում գրասենյակում երեկոյան 8-ից հետո։ Նա հայտնի էր իր զինվորական ճշտապահությամբ բոլոր աշխատակիցներից, հատկապես ստորին հարկերում աշխատողներից, պրոֆեսիոնալ հեռավորություն պահելով։ Մի պահ նա կանգ առավ, նախքան կիսաբաց դուռը թակելը։ Կիարայի մեղմ, բայց հաստատակամ ձայնը թույլ տվեց նրան մտնել։ Մարկը դանդաղ բացեց դուռը, նրան գտավ սեղանին սփռված ճարտարապետական գծագրերի վրա թեքված, նրա մուգ շագանակագույն մազերը վարագույրի պես իջնում էին կենտրոնացած դեմքի վրա։ Նա կրում էր նրբագեղ մուգ կապույտ զգեստ, որը բոլորովին տարբերվում էր սովորական պաշտոնական կոստյումից, որը նա հագնում էր ցերեկը։ Կներեք անհանգստացնելու համար, Տիկին Ալյանս։ Նկատեցի միացված լույսը եկա ստուգելու, թե ամեն ինչ կարգին է, ասաց Մարկը, հարգալից կանգնելով մուտքի մոտ։ Կիարան բարձրացրեց հայացքը, առաջին անգամ 2 տարվա ընթացքում նույն շենքում աշխատելով, Մարկը կարողացավ մոտիկից տեսնել նրա աչքերը։ Դրանք խորը կանաչ էին, բայց կրում էին մի տխրություն, որը նա սովորաբար թաքցնում էր իր պրոֆեսիոնալ կեցվածքի հետում։ Մի անհանգստացեք, Մարկ։ Պարզապես ավարտում եմ մի քանի հետաձգված նախագծեր։ Կարող եք շարունակել ձեր աշխատանքը։ Հենց այդ ժամանակ Մարկը տեսավ։ Նրա սիրտը մի քանի վայրկյանով կանգ առավ, նա զգաց, որ օդը դուրս է գալիս թոքերից, կարծես հարվածել էին նրա որովայնին։ Կիարայի աջ դաստակին, սեղանի լամպի դեղնավուն լույսի տակ փայլում էր արծաթե ապարանջան, փոքրիկ աստղերի տեսքով ներդրված շափյուղաներով։ Ապարանջան, որը նա ինքն էր պատվիրել Երանի կենտրոնի մասնագիտացված ոսկերչական խանութում 2 տարի առաջ, որպես հարսանեկան տարեդարձի նվեր Օլիվիայի համար։ Այդ զարդը եզակի էր, նախագծված նրա կողմից ոսկերչի կողմից կատարված միլիմետրային ճշգրտությամբ։ Շափյուղաները կազմում էին Անդրոմեդա համաստեղությունը, քանի որ Օլիվիան միշտ ասում էր, որ աստղերն իրենց ուղեցույցներն են։ Ապարանջանի ներսի մասում Մարկը հատուկ մակագրություն էր փորագրել տվել, հավերժությունը սկսվում է հիմա, նույն բառերը, որոնք նա շնջացել էր Օլիվիայի ականջին նրանց առաջին հանդիպման ժամանակ, լողափում աստղալից գիշերով։ Պարոն Մարկ, լավ եք զգում։ Կիարայի ձայնը նրան հետ բերեց իրականություն։ Նա նկատել էր նրա դեմքի հանկարծակի գունատությունը, այն, թե ինչպես էր նա նայում իր դաստակին, բացարձակ ցնցման արտահայտությամբ։ Մարկը մի քանի անգամ թարթեց աչքերը, փորձելով մարսել այն, ինչ տեսնում էր։ Այս ապարանջանը, մրմնջաց նա, նրա ձայնը ավելի խռպոտ դուրս եկավ, քան մտադրված էր։ Որտեղից էիք այն ձեռք բերել, Տիկին։ Կիարան ինքնաբերաբար ապարանջանը ծածկեց ձախ ձեռքով, պաշտպանական ժեստ, որը Մարկի ուշադրությունից չվրիպեց։ Ինչու եք հարցնում։
Դա պարզապես մի զարդ է, որն ունեմ որոշ ժամանակ։ Տիկին Ալյանց, ամենայն հարգանքով ես պետք է իմանամ, թե որտեղից եք ձեռք բերել այս ապարանջանը։ Դա եզակի նմուշ է, պատվերով պատրաստված։ Մարկը մեկ քայլ առաջ արեց, նրա ձայնը ձեռք բերեց մի հաստատակամություն, որը զարմացրեց երկուսին էլ։ Ես ինքս եմ այն նախագծել, պատրաստել, տվել։ Կիարայի դեմքը կարծրացավ, նա վեր կացավ աթոռից, ընդունելով իր սովորական իշխանական կեցվածքը։ Չեմ հասկանում, թե ուր եք հասնում դրանով, պարոն կներեք, ինչ էր ձեր ազգանունը։ Մարկ Սալլեն։ Եվ այս ապարանջանը ներսի մասում մակագրություն ունի։ Եթե թույլ կտաք, կարող եմ այն նկարագրել ձեզ համար։ Մարկը իր հայացքը հառել էր նրա աչքերին, փնտրելով ճանաչման որևէ նշան։ Գրված է, հավերժությունը սկսվում է հիմա, հատուկ տառատեսակով, որն անձամբ եմ ընտրել։ Կիարայի արտահայտության փոփոխությունը նուրբ էր, բայց Մարկը անմիջապես նկատեց այն։ Նրա հայացքի վստահությունը տատանվեց, փոխարինվելով մի բանով, որը զարմանքի մեղքի խառնուրդ էր թվում։ Նա պտտեց ապարանջանը դաստակին, ակնհայտորեն անհարմար զգալով իրավիճակից։ Ինչպես կարող եք դա իմանալ, հարցրեց նա ցածր ձայնով, գրեթե շշուկով։ Որովհետև դա այն նվերն էր, որը ես տվել էի իմ կնոջը, մեր երկրորդ հարսանեկան տարեդարձին։ Օլիվիա Սալլեն։ Մարկը զգաց, որ կոկորդը կծկվում է, անունը արտասանելիս։ Նա անհետացել է 2 տարի առաջ, իր հետ վերցնելով միայն մի քանի հագուստ, թողնելով մի նամակ, որտեղ ասվում էր, որ պետք է գտներ ինքն իրեն։ Երբեք նրան չտեսանք, ես իմ դուստրը։ Կիարան լուռ մնաց երկար վայրկյաններ, նյարդայնորեն խաղալով ապարանջանով։ Գրասենյակը կարծես փոքրացել էր, օդն ավելի ծանր էր դարձել։ Սեղանին դրված ճարտարապետական գծագրերը անտեղի էին թվում նրանց միջ հաստատված լարվածության առջ։ Ես չգիտեի, մրմնջաց նա վերջապես։ Ես այս ապարանջանը ստացա այլ անձնական իրերի հետ միասին, երբ հայրս մահացավ անցյալ տարի։ Այն գտնվում էր իր անձնական գրասենյակի արկղում, մի նամակի հետ միասին, որը ես երբեք չէի բացել։ Մարկը զգաց, կարծես հատակը անհետացել էր իր ոտքերի տակից։ Ձեր հայրը։ Վիկտոր Ալյանցը։ Շինարարական ընկերության հիմնադիրը։ Այո։ Նա միշտ շատ գաղտնապահ էր իր գործերի հարաբերությունների վերաբերյալ։ Թողել էր մի քանի արկղ փաստաթղթերով անձնական իրերով, բայց հատուկ կտակում խնդրել էր, որ ես երբեք չբացեմ դրանցից մի քանիսը։ Կիարան մոտեցավ պատուհանին, դիտելով ներքում լուսավորված քաղաքը։ Այս ապարանջանը գտնվում էր այն արկղերից մեկում, որոնք չպետք է բացվեին, բայց ես մի քանի շաբաթ առաջ չդիմացա հետաքրքրությանս։ Իսկ նամակը։ Դեռ ունեք այն, հարցրեց Մարկը, զգալով հույսի անհանգստության խառնուրդ, որն աճում էր իր կրծքի մեջ։ Կիարան շրջվեց դեպի նա, առաջին անգամ նրանց ծանոթանալուց ի վեր, նրանց միջ պրոֆեսիոնալ պատնեշը կարծես ամբողջությամբ փլուզվել էր։ Այն իր գրասենյակի պահարանում է, վերին հարկում։ Միասին այլ փաստաթղթերի հետ, որոնք նա ասել էր, որ ծայրահեղ գաղտնի նուրբ են։ Մարկը ձեռքով անցկացրեց մազերով, փորձելով կազմակերպել այն մտքերը, որոնք հարձակվում էին նրա մտքին։ Եթե Օլիվիան մեկնելուց առաջ որևէ կապ ուներ Վիկտոր Ալյանցի հետ, դա ամեն ինչ կփոխեր։ Միգուցե նրա մեկնումը այնքան առեղծվածային չէր, որքան նա միշտ պատկերացրել էր։ Միգուցե այդ նամակում թաքնված պատասխաններ կային։ Տիկին Ալյանց։ Կիարա, ասաց նա, առաջին անգամ օգտագործելով նրա անունը։ Գիտեմ, որ շատ եմ խնդրում, բայց հնարավոր կլինի տեսնել այդ նամակը։ Ես պետք է հասկանամ, թե ինչ է պատահել Օլիվիային։ Իմ դուստրը դեռ ամեն օր հարցնում է նրա մասին, ես երբեք չգիտեի, թե ինչ պատասխանեմ։ Կիարան երկար պահեր դիտում էր նրան, կարծես գնահատելով ոչ միայն նրա խոսքերը, այլ նրա բնավորությունը։ Մարկի խոցելիության մեջ, այն ձի մեջ, թե ինչպես էր նա խոսում իր դստեր մասին, մի բան կար, որը դիպչում էր նրա մի մասին, որը նա երկար ժամանակ պաշտպանված էր պահել։ Հորս գրասենյակը 16-րդ հարկում է։ Ես բանալիներն ունեմ, բայց… Նա վարանեց, թեթակի գծելով ներքին շրթունքը։ Եթե դա անենք, հետդարձի ճանապարհ չի լինի։ Որոշ ճշմարտություններ դժվար է ընդունել։ Ես նախընտրում եմ ցավալի ճշմարտություն, քան ստորություն, որը ինձ մխիթարում է, վճռականորեն պատասխանեց Մարկը։ Վարդը արժանի է իմանալու, թե ինչ է պատահել իր մորը, նույնիսկ եթե դա դժվար է հասկանալի։ Կիարան դանդաղ գլխով արեց, կողպված դարակից վերցնելով բանալիների մի կապ։ Այդ դեպքում եկեք պարզենք, թե ինչ է հայրս այդքան ժամանակ պահել։
Վերելակը դանդաղ բարձրանում էր մինչ 16-րդ հարկ, Մարկի ու Կիարայի միջ լռությունը լի էր սպասումով նյարդայնությամբ։ Նա խաղում էր ձեռքի բանալիներով, մինչդեռ նա դիտում էր թվային էկրանին փոփոխվող թվերը, որոնցից յուրաքանչյուրը նրան մոտեցնում էր այն պատասխաններին, որոնք նա փնտրել էր 2 երկար տարի։ Երբ դռները բացվեցին, Կիարան մի պահ վարանեց, նախքան դուրս գալը։ Մարկ, նախքան ներս մտնելը։ Պետք է իմանաք, որ հայրս շատ բարդ մարդ էր։ Նա միշտ գաղտնիքներ ուներ, ոչ բոլորն են հեշտ հասկանալի։ Հասկանում եմ, պատասխանեց Մարկը, հետելով նրան նրբագեղորեն զարդարված միջանցքում։ Բայց Օլիվիայի մասին ցանկացած տեղեկություն թանկարժեք է ինձ համար։ Վիկտոր Ալյանցի գրասենյակը տպավորիչ էր։ Այն զբաղեցնում էր հարկի գրեթե կեսը, հատակից առաստաղ պատուհաններով, որոնք Երանի համայնապատկերային տեսարան էին բացում։ Պատերը ծածկված էին կարմիր փայտից դարակներով, լի ճարտարապետական կառավարման գրքերով, որոնց միշտ տեղադրված էին նրա լուսանկարները քաղաքի կարևոր շինարարական աշխատանքների ժամանակ։ Մի տպավորիչ սեղան գերիշխում էր սենյակի կենտրոնում, շրջապատված կաշվե բազկաթոռներով, որոնք կարծես երբեք չէին օգտագործվել։ Կիարան շարժվեց դեպի կողային պատի մի նկար, Միքելանջելոյի «Ադամի արարումը» ի վերարտադրություն։ Ճշգրիտ շարժումներով նա պտտեց շրջանակը, բացահայտելով թվային պահարանը դրա հետում։ Հայրս միշտ անվտանգության մոլուցք ուներ, մրմնջաց նա, մուտքագրելով կոմբինացիան ստեղնաշարի վրա։ Պահարանը բացվեց մեղմ կտտոցով, բացահայտելով մի քանի կազմակերպված թղթապանակներ փորագրված փայտե արկղ։ Կիարան զգուշորեն հանեց արկղը, կարծես նուրբ վտանգավոր մի բան էր մանիպուլյացիա անում։ Ներսում փաստաթղթեր կային, լուսանկարներ, կենտրոնում կապույտ թանաքով ձեռագիր ԻՕՍ սկզբնատառերով կնքված ծրար։ Օլիվիա Սալլեն, շնջաց Մարկը, անմիջապես ճանաչելով իր կնոջ նրբագեղ ձեռագիրը։ Կարող եմ։ Կիարան դողդողացող ձեռքերով նրան հանձնեց ծրարը։ Մարկը զգուշորեն բացեց այն, հանելով 3 էջանոց նամակը, որը գրված էր իրեն այդքան ծանոթ տառերով։ Նրա աչքերն արագորեն անցան առաջին տողերի վրայով, նրա դեմքը աստիճանաբար գունատվեց։ Մարկ։ Ինչ է ասում, հարցրեց Կիարան, նկատելով նրա արտահայտության փոփոխությունը։ Մարկը մաքրեց կոկորդը, փորձելով զսպել հուզմունքը։ Նա պարզապես ֆրիլանս գրաֆիկական դիզայներ չէր, ինչպես ես մտածում էի։ Նա աչքերը բարձրացրեց նամակից, հանդիպելով Կիարայի անհանգիստ հայացքին։ Օլիվիան գաղտնի աշխատում էր ձեր հոր համար։ Նա մասնավոր հետախույզ էր, մասնագիտացած փաստաթղթերի վերլուծության բիզնեսի աուդիտի մեջ։ Կիարան նստեց բազկաթոռներից մեկի վրա, ակնհայտորեն ցնցված։ Հետախույզ։ Բայց ինչու՞։ Ինչի՞ համար հորս պետք կլիներ հետախույզ։ Մարկը շարունակեց կարդալ, նրա ձայնը ավելի խորը տոն ստացավ։ Նամակի համաձայն նա հայտնաբերել էր, որ ձեր հորը շատ մոտ մեկը գումար է շեղում շինարարական ընկերությունից։ Ոչ ուղղակի գողությունների միջոցով, այլ պայմանագրեր մանիպուլյացիա անելով, նյութերի արժեքները ուռճացնելով ուրվական ընկերություններ ստեղծելով, գոյություն չունեցող ծախսերը արդարացնելու համար։ Դա անհնար է, կտրուկ ասաց Կիարան, վեր կենալով։ Հորս մոտ բոլոր աշխատակիցները վստահելի մարդիկ էին, շատերը տասնամյակներ շարունակ աշխատել են ընկերությունում։ Օլիվիան այստեղ նշում է, որ վերջին 5 տարիների ընթացքում օրինաչափություն է հայտնաբերել։ Ամեն անգամ, երբ մեծ նախագիծ էր հաստատվում, հայտնվում էր նոր գործընկեր ընկերություն, որը հատուկ նյութեր էր մատակարարում շուկայականից շատ ավելի բարձր գներով։ Այդ ընկերությունները գոյություն ունեին միայն թղթի վրա։ Մարկը շրջեց էջը, շարունակելով ընթերցումը։ Նա ասում է, որ երբ սկսել է խորանալ հետաքննության մեջ, նկատել է, որ իրեն հետում են։ Կիարան նորից նստեց, այս անգամ հոր սեղանի եզրին։ Ում կողմից են հետում։ Չի նշում, բայց ասում է, որ իր հայրը հրահանգել է ժամանակավորապես դադարեցնել հետաքննությունները, մինչ որ կարողանան ավելի լավ հասկանալ վտանգը։ Մարկը զգուշորեն ծալեց առաջին էջը, անցավ երկրորդին։ Այստեղ նա բացատրում է տանից առանց նախազգուշացման հեռանալու պատճառը։ Իր հայրը հայտնաբերել էր, որ շեղումների պատասխանատուն նկատել էր հետաքննությունը նախատեսում էր մեղադրել Օլիվիային, կեղծ ապացույցներ տեղադրելով մեր տան համակարգչում։ Բացահայտումը կայծակի պես հարվածեց Մարկին։ Այս բոլոր տարիների ընթացքում նա պատկերացրել էր, որ Օլիվիան լքել էր իրեն, քանի որ այլս չէր սիրում իրենց, քանի որ այլ տղամարդ էր գտել կամ պարզապես չէր կարողանում հաղթահարել ընտանիքի պատասխանատվությունը։ Երբեք չէր պատկերացրել, որ նա հեռացել էր, իրենց պաշտպանելու համար։
Մարկ, Կիարան մոտեցավ նրան, մեղմորեն ձեռքը դնելով նրա ուսին։ Էլի կա։ Այո, պատասխանեց նա, նրա ձայնը խեղդված էր։ Նա ասում է, որ պլանը մի քանի շաբաթով հեռու մնալն էր, մինչ որ իր հայրը կարողանար անվտանգ միջոց գտնել մեղավորին բացահայտելու համար։ Նա այս նամակը գրել էր որպես նախազգուշություն, եթե ինչ-որ բան սխալ ընթանար։ Մարկը նայեց Կիարային, նրա աչքերը լցված էին արցունքներով։ Նա մեզ չի լքել, Կիարա։ Նա մեզ պաշտպանում էր։ Կիարան վերադարձավ պահարանին, հանեց մի թղթապանակ փաստաթղթերով։ Պետք է տեսնեմ, թե էլ ինչ է հայրս պահել այստեղ։ Նա բացեց թղթապանակը, բացահայտելով աղյուսակներ, պայմանագրեր, լուսանկարներ։ Տեսեք սա, Մարկ։ Սրանք բոլոր կասկածելի պայմանագրերի պատճեններն են, որոնք Օլիվիան պետք է հետաքննած լիներ։ Մարկը մոտեցավ, վերլուծելով փաստաթղթերը իր տեխնիկական փորձով։ Տեսեք այստեղի արժեքները, ասաց նա, մատնացույց անելով հատուկ սյունակը։ Այս նյութը, որն արժեց 80,000 դրամ, պետք է արժենար, առավելագույնը, 40,000 դրամ։ Եվ այս մատակարար ընկերությունը։ Մյուլլեր շինարարական։ Երբեք լսել եք դրա մասին։ Կիարան կնճռեց հոնքերը, կենտրոնանալով։ Մյուլլեր։ Մյուլլեր։ Սպասեք։ Նա մոտեցավ դարակներից մեկին, հանեց լուսանկարների ալբոմ։ Արագ թերթեց, մինչ հատուկ լուսանկար գտավ։ Ահա։ Սա ընկերության 15-ամյակի տոնակատարության լուսանկարն է։ Հայրս կենտրոնում է, այս մարդը նրա կողքին է։ Նա մատնացույց արեց մի նրբագեղ միջին տարիքի տղամարդու, Պիետրո Մյուլլերն է։ Նա հորս աջ ձեռքն էր, պատասխանատու ամբողջ ֆինանսական մասի համար։ Պիետրոն դեռ աշխատում է ընկերությունում, հարցրեց Մարկը, զգալով սպասումի անհանգստության խառնուրդ։ Աշխատում է։ Իրականում նա ստանձնել է գրեթե բոլոր վարչական պարտականությունները հորս կորստից հետո։ Ես ավելի շատ կենտրոնացել եմ ստեղծագործական ճարտարապետական մասի վրա, իսկ Պիետրոն հոգացել է թվերի մասին։ Կիարան դադարեց խոսել, կարծես մարսելով անհանգստացնող բացահայտումը։ Մարկ, եթե Պիետրոն է պատասխանատու շեղումների համար, դա նշանակում է, որ նա ավելի քան 1 տարի է, ինչ լիարժեք մուտք ունի ընկերության համակարգերին։ Մարկը վերցրեց Օլիվիայի նամակի 3-րդ էջը, ուշադիր կարդալով։ Այստեղ նա նշում է Կայմանյան կղզիներում գտնվող հատուկ բանկային հաշիվ, ուր ավանդադրվում էին շեղված գումարները։ Եվ հաշվի հետ կապված անուն կա։ Նա դադարեց, խորը շունչ քաշելով, նախքան շարունակելը։ Մյուլլեր Հոլդինգս։ Հետաց լռությունը ծանր էր, լի հետանքներով։ Կիարան այս ու այն կողմ էր քայլում, փորձելով կազմակերպել մտքերը։ Պիետրոն միշտ շատ ուշադիր է եղել ինձ հետ, հատկապես հորս մահից հետո։ Նա օգնել է ինձ բոլոր բյուրոկրատական հարցերում, հանգստացրել է ինձ ընկերության ֆինանսական ասպեկտների վերաբերյալը։ Եվ ուներ լիարժեք մուտք համակարգերին, փաստաթղթերին, ավարտեց Մարկը։ Կիարա, եթե ձեր կինը հայտնաբերել է ճշմարտությունը Պիետրոյի մասին, ձեր հայրը պատրաստվում էր նրան բացահայտել, դա կբացատրեր, թե ինչու նա ստիպված էր այդքան հանկարծակի անհետանալ։ Կիարան դադարեց քայլել, հայացքը հառեց Մարկին։ Բայց որտեղ է նա հիմա։ Ինչու չվերադարձավ հորս մահից հետո։ Պիետրոն այլս չէր կարող սպառնալ նրան կեղծ ապացույցներով։ Մարկը վերադարձավ նամակին, փնտրելով լրացուցիչ տեղեկություններ։ Այստեղ, վերջում, նա նշում է, որ պատրաստվում էր թաքնվել մի գավառական քաղաքում, մի վայրում, որը միայն իր հայրը կիմանար։ Նա ասում է, որ կվերադառնար միայն այն ժամանակ, երբ կստանար հատուկ նշան, որ անվտանգ է վերադառնալը։ Ինչպիսի նշան, հարցրեց Կիարան։ Հատուկ հայտարարություն Երանի տեղական թերթում։ Աստղերը գտան տունդարձի ճանապարհը բառերը, դասակարգված հայտարարությունների բաժնում։ Մարկը զգուշորեն ծալեց նամակը։ Օլիվիան միշտ հիացած է եղել աստղերով։ Դա մեր առաջին կապն էր։ Կիարան մոտեցավ պատուհանին, դիտելով քաղաքի լույսերը։ Մարկ, եթե Պիետրոն իսկապես այս ամենի հետում է, մենք պետք է շատ զգույշ լինենք։ Նա գիտի մեր բոլոր քայլերը ընկերությունում, մուտք ունի մեր հաղորդակցման համակարգերին, ամենավատը, վայելում է բոլոր աշխատակիցների վստահությունը։ Ինչ եք առաջարկում անել, հարցրեց Մարկը, նամակը դնելով բաճկոնի ներքին գրպանը։ Նախ, մենք պետք է ավելի շատ ապացույցներ հավաքենք, նախքան նրան ուղղակիորեն առերեսվելը։ Չենք կարող թույլ տալ, որ նա կասկածի, թե մենք ճշմարտությունը հայտնաբերել ենք։
Կիարան շրջվեց դեպի Մարկը, առաջին անգամ նրանց ծանոթանալուց ի վեր, նրանք իսկական գործընկերներ էին թվում, միավորված ընդհանուր նպատակով։ Երկրորդ, մենք պետք է միջոց գտնենք Օլիվիայի հետ կապ հաստատելու նրան զգուշացնելու, որ անվտանգ է վերադառնալը։ Մարկը գլխով արեց, զգալով նոր էներգիա, որը հոսում էր իր երակներում։ Առաջին անգամ 2 տարվա ընթացքում նա հստակ նպատակ ուներ հույս վերամիավորվելու այն կնոջ հետ, ում սիրում էր։ Իսկ վարդը։ Պետք է միջոց մտածեմ իրավիճակը նրան բացատրելու համար, առանց նրան վախեցնելու։ Մի բան միաժամանակ, մեղմորեն ասաց Կիարան։ Նախ համոզվենք, որ բավականաչափ ապացույցներ ենք հավաքում Պիետրոյի դեմ։ Հետո կմտածենք, թե ինչպես Օլիվիային ապահով տուն բերել։ Մարկը նայեց Վիկտոր Ալյանցի գրասենյակին, երախտապարտ զգալով այն մարդու համար, ով փորձել էր պաշտպանել իր ընտանիքը, նույնիսկ եթե դա նշանակում էր Օլիվիային ժամանակավորապես հեռու պահել նրանցից։ Կիարա, մի բան պետք է իմանամ։ Ինչու որոշեցիք ինձ օգնել։ Կարող էիք պարզապես հերքել ամեն ինչ ապարանջանի մասին։ Կիարան ժպտաց, առաջին անկեղծ ժպիտը, որը Մարկը տեսել էր նրանից։ Որովհետև ես ճանաչեցի ձեր աչքերի ցավը, Մարկ։ Դա նույն ցավն է, որը ես ամեն օր տեսնում եմ հայելու մեջ, հորս կորցնելուց ի վեր։ Եվ որովհետև… Նա վարանեց, թեթակի կարմրելով, որովհետև կարծում եմ, որ բոլորը արժանի են երկրորդ հնարավորության, երջանիկ լինելու համար։ Նրանք մեկ ժամ անցկացրեցին գրասենյակում, կազմակերպելով փաստաթղթերը, պլանավորելով հաջորդ քայլերը։ Երբ վերջապես իջան 15-րդ հարկ, հորիզոնը սկսում էր լուսավորվել արի առաջին ճառագայթներով։ Մարկը պետք է վարդին վերցներ Ագնեսի տանից, իսկ Կիարան առավոտյան 9-ին ընկերության տնօրենների հետ կարոր հանդիպում ուներ։ Մարկ, ասաց Կիարան, երբ հասան վերելակին։ Այսուհետ մենք պետք է նորմալ գործենք։ Պիետրոն չպետք է ոչինչ կասկածի։ Հասկանում եմ։ Բայց ինչպես կհաղորդակցվենք, առանց նրա մեր խոսակցություններին մուտք ունենալու։ Կիարան մի պահ մտածեց, ապա ժպտաց։ Հայրս ինձ սովորեցրել է, որ լավագույն դավադրությունները տեղի են ունենում բոլորի աչքի առաջ։ Շարունակեք ձեր գիշերային աշխատանքը նորմալ կերպով։ Ես պատճառներ կգտնեմ շաբաթական մի քանի անգամ գրասենյակում ուշ մնալու համար։ Այսպես, մենք հնարավորություններ կունենանք խոսելու, առանց կասկածներ առաջացնելու։ Մարկը ձեռքը մեկնեց նրան, պաշտոնական ժեստ, որը թաքցնում էր պահի կարողությունը։ Շնորհակալ եմ, Կիարա։ Ամեն ինչի համար։ Նա սեղմեց նրա ձեռքը, երկուսն էլ զգացին մի կապ, որը դուրս էր Պիետրոյի մասին ճշմարտությունը հայտնաբերելու Օլիվիային գտնելու անհրաժեշտությունից։ Շնորհակալ եմ ձեզ, Մարկ։ Ինձ օգնելու համար հայտնաբերելու, թե ով էր հայրս իրականում։ Եվ ինձ պատճառ տալու համար, պայքարելու մի բանի համար, որն իսկապես կարևոր է։ Երբ Մարկը հասավ Ագնեսի տուն, վարդին վերցնելու, աղջիկը վազեց գրկելու նրան, 7-ամյա երեխայի բնորոշ էներգիայով։ Հայրիկ։ Ագնես մորաքույրը բլիթներ է պատրաստել նախաճաշի համար։ Մարկը գրկեց դստերը, զգալով սիրո վճռականության խառնուրդ։ Շուտով, եթե ամեն ինչ լավ ընթանար, վարդը կունենար իր մորը հետ։ Եվ նա հնարավորություն կունենար վերակառուցելու այն ընտանիքը, որը կարծում էր, թե ընդմիշտ կորցրել էր։ 3 շաբաթ էր անցել Վիկտոր Ալյանցի գրասենյակում արված բացահայտումից, Մարկի առօրյան նոր հարթություն էր ստացել։ Շենքում նրա գիշերներն այլևս միայն համակարգերի սպասարկման մասին չէին, այլ ընկերության թվային արխիվների մանրակրկիտ հետաքննության մասին։ Կիարան մուտք է ստացել ֆինանսական համակարգերին, պատճառաբանելով շինարարական ընկերության ներդրումները ավելի լավ հասկանալու անհրաժեշտությունը, նրանք միասին քարտեզագրում էին Պիետրո Մյուլլերի սխեման։ Վարդը նկատել էր հոր տրամադրության փոփոխությունը։ Նա ավելի շատ էր ժպտում, ավելի հույսով էր թվում, առաջին անգամ երկար ժամանակ անց նա այլևս անընդհատ չէր նայում ընտանեկան լուսանկարին, որը պահում էր իր մահճակալի կողքի սեղանին։ Երբ նա հարցնում էր մոր մասին, Մարկը հիմա կարողանում էր ավելի հանգիստ պատասխանել, ասելով միայն, որ միգուցե շուտով կարևոր նորություններ կունենան։ Ագնեսը, բարի հարանուհին, նույնպես նկատել էր փոփոխությունը։ Մարկ, դուք տարբեր եք թվում, մեկնաբանեց մի առավոտ, երբ նա եկել էր վարդին վերցնելու։ Ավելի կենդանի։ Լավ բան է պատահել։ Ասենք, որ գտա որոշ պատասխաններ, որոնք երկար ժամանակ փնտրում էի, պատասխանեց Մարկը, վարդին գրկած։ Եվ միգուցե մոտ եմ այլ պատասխաններ գտնելուն։ Ալյանցի գրասենյակում Կիարան աճող երկընտրանքի առջ էր կանգնած։
Պիետրոն վերջին շաբաթներին էլ ավելի ուշադիր էր դարձել, միշտ հարցնելով նրա բարեկեցության մասին, օգնություն առաջարկելով հարցերում, որոնք նա նույնիսկ չէր հիշատակել։ Կարծես նա փորձում էր տեղեկացված մնալ նրա բոլոր շարժումների մասին։ «Կիարա, սիրելիս», ասաց Պիետրոն հինգշաբթի կեսօրին, առանց թակելու մտնելով նրա գրասենյակ։ «Նկատեցի, որ վերջերս ուշ եք մնում։ Ամեն ինչ կարգին է։ Չեք գերբեռնվում աշխատանքով»։ Կիարան աչքերը բարձրացրեց սեղանին սփռված ճարտարապետական գծագրերից, ստիպելով իրեն բնական ժպտալ։ «Լավ եմ, Պիետրո։ Պարզապես վերանայում եմ հորս որոշ հին նախագծեր, նրա աշխատանքային մեթոդաբանությունը ավելի լավ հասկանալու համար»։ Հին նախագծեր։ Պիետրոն մոտեցավ սեղանին, նրա աչքերն արագորեն սկանավորեցին փաստաթղթերը։ «Միգուցե կարող եմ օգնել։ Ես այնքան տարիներ եմ աշխատել Վիկտորի կողքին, որ գիտեմ նրա նախագծերի գրեթե բոլոր մանրամասները»։ «Պետք չէ», արագ պատասխանեց Կիարան, անփույթ ձով հավաքելով թղթերը։ «Դա ավելի շատ անձնական հարց է, գիտեք։ Փորձում եմ ինձ ավելի մոտ զգալ նրան, այն աշխատանքի միջոցով, որը նա թողել է»։ Պիետրոն հասկացողաբար գլխով արեց, բայց Կիարան նկատեց, որ նրա աչքերը սովորականից մի փոքր ավելի երկար մնացին, վերլուծելով նրա սեղանը։ «Իհարկե, լիովին հասկանում եմ։ Բայց հիշեք, ես միշտ այստեղ եմ, եթե ինչ-որ բանի կարիք ունենաք։ Վիկտորը ինձ խնդրել էր հոգ տանել ձեր մասին, կարծես դուք իմ սեփական դուստրը լինեիք»։ Երբ Պիետրոն դուրս եկավ, Կիարան դող զգաց։ Մի բան կար նրա նայվածքի մեջ, կարծես նա անընդհատ գնահատում, չափում, հաշվարկում էր։ Նա որոշեց, որ ժամանակն է արագացնել հետաքննությունը։ Այդ գիշեր, երբ Մարկը եկավ իր հերթափոխին, Կիարան նրան սպասում էր իր գրասենյակում, անհանգստացնող բացահայտումներով։ «Մարկ, մի բան եմ գտել, որը ձեզ կհետաքրքրի», ասաց նա, մատնացույց անելով իր սեղանի դիմացի աթոռը։ «Ես մուտք ստացա ընկերության հեռախոսային գրառումներին վերջին 3 տարվա ընթացքում»։ Մարկը նստեց, նկատելով նրա դեմքի լարվածությունը։ «Եվ ինչ հայտնաբերեցիք»։ Օլիվիայի անհետացումից 2 շաբաթ առաջ Պիետրոյի երանից դուրս գտնվող մի մասնավոր համարի միջ զանգերի աննորմալ քանակ կար։ Զանգերը կտրուկ աճել էին այն շաբաթում, երբ նա հեռացավ։ Կիարան նրան ցույց տվեց տպագիր աղյուսակը, դեղինով ընդգծված տվյալներով։ Նրա անհետացումից հետո զանգերը շարունակվեցին մի քանի ամիս, ապա ամբողջությամբ դադարեցին։ Մարկը վերլուծեց թվերը, զգալով, որ նրա շնչառությունն արագանում է։ «Կարողացաք պարզել, թե որտեղից է այդ համարը»։ «Փորձեցի, բայց այն գրանցված է մասնավոր անվտանգության ընկերության անվան տակ, որը, հետաքրքիր է, Պիետրոին ունի որպես փոքրամասնության բաժնետերերից մեկը»։ Կիարան վեր կացավ, մոտենալով պատուհանին։ «Մարկ, կարծում եմ, որ Պիետրոն ոչ միայն գումար էր շեղում։ Կարծում եմ, որ նա անվտանգության ընկերություն էր օգտագործում մարդկանց հսկելու վախեցնելու համար»։ Ներառյալ Օլիվիային, մրմնջաց Մարկը, զգալով զայրույթի վճռականության խառնուրդ, որն աճում էր իր կրծքի մեջ։ «Էլի կա», շարունակեց Կիարան։ «Ես գտա այս անվտանգության ընկերության կողմից Լուկա անունով մասնավոր հետախույզին կատարված կանոնավոր վճարումների գրառումներ։ Վճարումները սկսվել են հենց այն ժամանակ, երբ ձեր հայրը Օլիվիային վարձեց հետաքննության համար»։ Մարկը կտրուկ վեր կացավ։ «Ուզում եք ասել, որ Պիետրոն ի սկզբանե գիտեր, որ Օլիվիան հետաքննում էր։ Եվ մեկին վարձեց նրան հսկելու համար»։ Կարծես թե այո։ Եվ ավելին, գրառումները ցույց են տալիս, որ այս Լուկան 50,000 դրամ լրացուցիչ վճար է ստացել այն շաբաթում, երբ Օլիվիան անհետացել է։ Կիարայի հեռախոսը զանգահարեց, ընդհատելով խոսակցությունը։ Դա Պիետրոն էր։ «Կիարա, դեռ ընկերությունում եք»։ Տեսա լույսերը միացված անհանգստացա։ Կիարան տագնապով նայեց Մարկին։ «Պիետրոն շենքում էր»։ «Այո, Պիետրո։ Ավարտում եմ որոշ նախագծեր։ Արդեն դուրս եմ գալիս։ Միայնակ մի դուրս եկեք այս ժամին։ Ես կբարձրանամ, ձեզ ավտոկայանատեղի ուղեկցելու»։ Կիարայի աչքերի խուճապն ակնհայտ էր։ Մարկն արագ հավաքեց բոլոր փաստաթղթերը, շշնջաց. «Ես գնում եմ սերվերների սենյակ։ Նորմալ գործեք»։ Երբ Պիետրոն 2 րոպե անց հասավ 15-րդ հարկ, Կիարան հանգիստ կազմակերպում էր իր աշխատանքային նյութերը։ «Ինչպիսի նվիրում», մեկնաբանեց Պիետրոն ժպիտով, որը չհասավ նրա աչքերին։ «Ճիշտ ձեր հոր պես»։
Փորձում եմ պատվել նրա ժառանգությունը, պատասխանեց Կիարան, վերջին թղթապանակը դնելով պայուսակի մեջ։ Եվ հիանալի աշխատանք եք կատարում։ Ի դեպ, վերջին շաբաթներին նկատեցի որոշ անսովոր մուտքեր ֆինանսական համակարգ։ Դուք որե տեսակի աուդիտ եք անում։ Կիարան զգաց, որ սիրտը արագանում է, բայց նրա ձայնը հաստատուն մնաց։ Պարզապես փորձում եմ ավելի լավ հասկանալ, թե ինչպես է ընկերությունը ֆինանսապես աշխատում։ Որպես հիմնադրի դուստր, կարծում եմ, կարող է իմանալ բիզնեսի բոլոր ասպեկտները։ Պիետրոն դանդաղ գլխով արեց, բայց նրա արտահայտության մեջ հաշվարկ կար։ Իհարկե, շատ խելամիտ է։ Բայց միգուցե ավելի լավ կլինի ինձ տեղեկացնել այդ հարցումների մասին, նախքան դրանք անելը։ Որոշ ֆինանսական տվյալներ զգայուն են, մենք կարող ենք անտեղի հարցեր առաջացնել արտաքին աուդիտորների մոտ, եթե զգույշ չլինենք։ Իհարկե, հաջորդ անգամ նախ ձեզ հետ կխորհրդակցեմ, ստեց Կիարան, շարժվելով դեպի վերելակը։ Ավտոկայանատեղիում Պիետրոն պնդեց ուղեկցել նրան մինչ մեքենան։ Կիարա, կարող եմ անձնական հարց տալ։ Իհարկե։ Վերջերս ինչ-որ մեկի հետ հարաբերություններ ունեք։ Նկատեցի, որ վերջին շաբաթներին ավելի ուրախ եք թվում։ Հարցը Կիարային անակնկալի բերեց։ Ինչու եք հարցնում։ Պարզապես հայրական հետաքրքրություն։ Վիկտորը ինձ խնդրել էր հոգ տանել ձեր մասին, դա ներառում է համոզվելը, որ դուք շրջապատված եք համապատասխան մարդկանցով։ Պիետրոն մի փոքր ավելի մոտեցավ։ Գիտեք, որոշ մարդիկ կարող են փորձել օգտվել ձեր դիրքից ընկերությունում։ Կիարան բացեց մեքենայի դուռը, անհամբերությամբ հեռանալու համար։ Մի անհանգստացեք, Պիետրո։ Ես լավ եմ, զգույշ եմ։ Երբ վերջապես հասավ տուն, Կիարան իր հեռախոսում Մարկից հաղորդագրություն գտավ։ Պետք է կարևոր բան ասեմ։ Պիետրոն հենց նոր գնաց սերվերների սենյակ, ձեր հեռանալուց հետո։ Ես ստուգեցի անվտանգության տեսախցիկները նրա հեռանալուց հետո։ Նա փորձում էր մուտք գործել համակարգի լոգերին, տեսնելու, թե կոնկրետ որ ֆայլերին էիք դուք դիմել։ Կիարան արագորեն մուտքագրեց իր պատասխանը։ Նա ինձ կասկածելի հարցեր տվեց ավտոկայանատեղիում։ Կարծում եմ, նա կասկածում է։ Մենք պետք է արագացնենք մեր հետաքննությունը, նախքան նա ամեն ինչ կիմանա։ Հաջորդ առավոտյան Մարկը Վարդին թողեց դպրոցում ուղղակիորեն գնաց Երանի կենտրոնական գրադարան։ Նա որոշել էր, որ Պիետրոյի անվտանգության ընկերության մասին ավելի շատ տեղեկություններ է պետք, նախքան հաջորդ քայլն անելը։ Օգտագործելով հանրային համակարգիչները, թվային հետքերից խուսափելու համար, նա որոնեց Մյուլլեր անվտանգությունի մասին։ Այն, ինչ նա հայտնաբերեց, էլ ավելի անհանգստացրեց նրան։ Ընկերությունը հիմնադրվել էր 5 տարի առաջ ուներ անհանգստացնող պատմություն, կասկածելի մեթոդներով հետաքննությունների համար։ Ավելի կարևոր է, որ աշխատակիցներից մեկը, Լուկա Կարմինը, 3 ամիս առաջ ձերբակալվել էր սպառնալիքի ոտնձգության համար, բայց ազատ էր արձակվել բարձր գրավի վճարումից հետո։ Գրավը վճարվել էր Կայմանյան կղզիների բանկային հաշվից, նույնը, որը նշված էր Օլիվիայի նամակում։ Մարկը զգուշորեն տպեց բոլոր համապատասխան տեղեկությունները վճռականորեն գնաց աշխատանքի։ Այդ գիշեր նա Կիարան պետք է վերջնական որոշում կայացնեին, թե ինչպես վարվել։ Երբ նա սովորական ժամին հասավ ընկերություն, Մարկը նկատեց մի տարբերություն։ Պիետրոն իր գրասենյակում էր, 15-րդ հարկում, ինչը երբեք չէր լինում գիշերային հերթափոխի ժամանակ։ Փակ վենետիկյան շերտավարագույրների միջով նա կարող էր տեսնել շարժում միացված լույսեր։ Մարկը զգուշորեն շարժվեց դեպի սերվերների սենյակ, որտեղից հստակ տեսարան ուներ միջանցքից։ Ժամը 11-ի սահմաններում նա տեսավ Պիետրոյին, դուրս գալիս իր գրասենյակից, տուփ կրելով։ Գլխավոր վերելակի փոխարեն նա շարժվեց դեպի արտակարգ ելքի աստիճանները։ Հետելով իր բնազդին, Մարկը որոշեց հետաքննել։ Նա անաղմուկ բարձրացավ աստիճաններով, տեսավ Պիետրոյին 16-րդ հարկում, Վիկտոր Ալյանցի գրասենյակում։ Լույսերն անջատված էին, բայց լապտերի լույսը շարժվում էր սենյակում։ Պիետրոն պահարանում էր, փաստաթղթեր հանելով դրանք տուփի մեջ դնելով։ Մարկը լսում էր նրա մրմնջյունը, ապացույցները վերացնելու ընկերության ապագան պաշտպանելու մասին։ Հենց այդ ժամանակ Մարկը հասկացավ, որ թերագնահատել էր Պիետրո Մյուլլերին։ Նա պարզապես կոռումպացված աշխատակից չէր, ով գումար էր շեղում։ Նա մեկն էր, ով պատրաստ էր ամեն ինչ անել իր գաղտնիքները պաշտպանելու համար, հիմա նա վերացնում էր այն ապացույցները, որոնք կարող էին մեղադրել իրեն։ Մարկը արագ վերադարձավ իր աշխատատեղին, զանգահարեց Կիարային։
Անմիջապես եկեք ընկերություն։ Պիետրոն ոչնչացնում է ապացույցները ձեր հոր գրասենյակում։ Եթե այսօր չգործենք, կկորցնենք նրան մեղավոր ապացուցելու մեր միակ հնարավորությունը։ Հեռախոսի մյուս կողմից Կիարայի ձայնը հաստատուն էր վճռական։ Ես ճանապարհին եմ։ Եվ Մարկ։ Ժամանակն է գտնել Օլիվիային։ Մի գաղափար ունեմ, թե ինչպես դա անել։ Կիարան ռեկորդային ժամանակում հասավ ընկերություն, արագորեն կայանելով մեքենան անմիջապես բարձրանալով 16-րդ հարկ։ Մարկը նրան սպասում էր ընդունարանում, լարված արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել նախկինում։ Որտեղ է նա հիմա, շշնջաց նա։ Դեռ հորդ գրասենյակում։ Արդեն 2 տուփ փաստաթղթեր է տարել իր մեքենան, բայց վերադարձել է էլի բաներ վերցնելու։ Մարկը նրան ցույց տվեց իր բջջային հեռախոսը, որտեղ նա զգուշորեն տեսանկարահանել էր Պիետրոյին պատուհանից։ Նա ոչ միայն փաստաթղթեր է վերցնում, Կիարա։ Նա ջնջում է ֆայլերը գլխավոր համակարգչից, ոչնչացնում ամբողջական թղթապանակներ։ Կիարան դիտեց տեսագրությունը, տեսնելով Պիետրոյին մեթոդաբար աշխատելով իր գործունեության հետքերը վերացնելու համար։ Մենք պետք է նրան առերեսվենք հիմա, մինչ նա կավարտի ամեն ինչ ոչնչացնելը։ Վստահ եք։ Եթե նա իսկապես վտանգավոր է, ինչպես կասկածում ենք։ Մարկ, եթե հիմա դա չանենք, նա կանհետանա բոլոր ապացույցների հետ միասին, մենք երբեք չենք կարողանա ապացուցել, թե ինչ է արել։ Կիարան խորը շունչ քաշեց, ուսերը շտկելով վճռական կեցվածքով։ Եվ երբեք չենք իմանա, թե որտեղ է Օլիվիան։ Նրանք անաղմուկ քայլեցին միջանցքով մինչ Վիկտորի գրասենյակ։ Դուռը կիսաբաց էր, նրանք կարող էին լսել Պիետրոյի մրմնջյունը, մինչ նա աշխատում էր։ Մարկը Կիարային նշան արեց մնալ իր հետում, ապա մեղմորեն բացեց դուռը։ Ուշ եք աշխատում, Պիետրո, ասաց Մարկը, ստիպելով տարեց տղամարդուն կտրուկ շրջվել։ Պիետրոն ակնհայտորեն զարմացած էր, բայց արագորեն վերականգնեց իր արտահայտությունը պրոֆեսիոնալ հանգստության դիմակով։ Մարկ, ինչպես վախեցրեցիք ինձ։ Ինչ եք անում այստեղ այս ժամին։ Նրա աչքերը շարժվեցին դեպի Կիարան, ով հայտնվել էր Մարկի հետում։ Եվ Կիարա, կարծում էի, որ տուն էիք գնացել։ Նույն հարցը կարող էինք ձեզ էլ տալ, Պիետրո, պատասխանեց Կիարան, մտնելով գրասենյակ։ Ինչ եք անում հորս գրասենյակում այդ տուփերով, փաստաթղթերով։ Պիետրոն ծիծաղեց, բայց նրա ուսերին տեսանելի լարվածություն կար։ Պարզապես կազմակերպում եմ որոշ հին ֆայլեր, որոնք պետք է պատշաճ կերպով արխիվացվեն։ Դուք գիտեք, թե որքան մանրակրկիտ էր ձեր հայրը փաստաթղթերի հետ։ Մարկը մեկ քայլ առաջ արեց։ Այնքան մանրակրկիտ, որ հայտնաբերեցիք, որ դուք գողանում էիք ընկերությունից Մյուլլեր շինարարական միջոցով։ Պիետրոյի արտահայտության փոփոխությունն ակնթարթային էր։ Բարության դիմակն անհետացավ, փոխարինվելով սառը հաշվարկող մի բանով։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Մենք գիտենք գերգնահատված պայմանագրերի մասին, Պիետրո, ասաց Կիարան, նրա ձայնը ուժ ստացավ։ Մենք գիտենք Կայմանյան կղզիների հաշվի մասին, անվտանգության ընկերության մասին, Լուկա Կարմինի մասին։ Պիետրոն լուռ մնաց երկար վայրկյաններ, վերլուծելով նրանց, ինչպես գիշատիչը գնահատում է իր զոհերին։ Վերջապես, նա հոգոց հանեց նստեց Վիկտորի աթոռին, կարծես դա իր իրավունքով էր։ Վիկտորը միշտ չափազանց միամիտ էր ժամանակակից բիզնեսի համար։ Նա չափազանց շատ սկզբունքներ ուներ մի ժամանակաշրջանում, երբ սկզբունքները հաշիվներ չեն վճարում։ Ուրեմն ընդունում եք, որ գողանում եք, հարցրեց Մարկը։ Գողանում, Պիետրոն դառնորեն ծիծաղեց։ Ես փրկում էի այս ընկերությունը, տղա։ Մինչ Վիկտորը անհանգստանում էր էթիկական հարցերով թափանցիկությամբ, ես ապահովում էի, որ մենք բավականաչափ կապիտալ ունենայինք շուկայում մրցակցելու համար։ Կարծում եք, որ այս շինարարական ընկերությունը Երանի ամենամեծերից մեկը դարձավ պատահաբար։ Կիարան մոտեցավ հոր սեղանին, ձեռքերը դնելով դրա վրա, սեփականատիրական կերպով։ Հայրս այս ընկերությունը կառուցել է ազնվությամբ քրտնաջան աշխատանքով։ Ձեր հայրը երազող էր, Կիարա։ Եվ երազողները չեն գոյատում իրական աշխարհում։ Պիետրոն բացեց սեղանի դարակը, հանեց մի թղթապանակ։ Ուզում եք իմանալ Օլիվիայի հետաքննության մասին ճշմարտությունը։ Վիկտորը ինձ խնդրեց վարձել նրան։ Նա ուզում էր ներքին աուդիտ անել, քանի որ կասկածում էր, որ ինչ-որ մեկը մանիպուլյացիա է անում թվերը։ Մարկը զգաց, որ ստամոքսը շրջվում է։ Վիկտորը խնդրեց ձեզ վարձել Օլիվիային։ Իրոնիկ է, չէ՞։
Այն մարդը, ով ինձ վարձեց հետաքննելու համար, ի վերջո ինքն իրեն էր հետաքննում։ Պիետրոն անփույթ թերթեց թղթապանակը։ Երբ նա հասկացավ, թե ինչ էր հայտնաբերում Օլիվիան, Վիկտորը եկավ ինձ հետ խոսելու։ Ասաց, որ ինձ հնարավորություն կտա բացատրելու, գումարը վերադարձնելու ամեն ինչ բարեկամաբար լուծելու։ Եվ ինչ արեցիք, հարցրեց Կիարան, չնայած արդեն կասկածում էր պատասխանին։ Արեցի այն, ինչ անհրաժեշտ էր ընկերության ապագան պաշտպանելու համար։ Եվ իմ ապագան էլ, իհարկե։ Պիետրոն վեր կացավ, մոտենալով պատուհանին։ Վիկտորը շատ հուզական էր, շատ կապված էր ճիշտի սխալի հնացած հասկացությունների հետ։ Չէր կարողանում հասկանալ, որ երբեմն պետք է դժվար ընտրություններ կատարել։ Մարկը մեկ քայլ առաջ արեց, նրա բռունցքները սեղմված էին։ Որտեղ է Օլիվիան, Պիետրո։ Պիետրոն դանդաղ շրջվեց, դաժան ժպիտ խաղալով նրա շուրթերին։ Գեղեցիկ Օլիվիա։ Այնքան նվիրված, այնքան վճռական։ Նա իսկապես կարծում էր, որ կարող է ինձ հաղթել իր աղյուսակներով, ապացույցներով։ Պատասխանեք հարցին, հաստատակամորեն ասաց Կիարան։ Օլիվիան լավ է, կարող եք հանգիստ լինել։ Իրականում, շատ լավ։ Լուկան նրան գտել է մի փոքրիկ գավառական քաղաքում, կեղծ անվան տակ աշխատելով մի փոքրիկ հաշվապահական ընկերությունում։ Պիետրոն վերադարձավ աթոռին, ակնհայտորեն վայելելով նրանց նկատմամբ ունեցած իշխանությունը։ Նա իր համար նոր կյանք է կառուցել։ Նույնիսկ նոր ընկեր ունի, շատ համակրելի տեղացի հաշվապահ։ Բառերը Մարկին հարվածեցին ֆիզիկական հարվածների պես։ Օլիվիան վերակառուցել էր իր կյանքը։ Նա այլ մարդ էր գտել։ Դա սուտ է, մրմնջաց նա։ Մարկ, սիրելի տղա, ինչու ես հիմա ստեմ։ Ճշմարտությունն այն է, որ Օլիվիան հայտնաբերեց, որ հետաքննվում է իմ անվտանգության ընկերության կողմից որոշեց անհետանալ, ձեզ աղջկան պաշտպանելու համար։ Բայց մի քանի ամիս անց նա հասկացավ, որ սիրում է իր նոր կյանքը։ Պիետրոն առաջ թեքվեց։ Նա չվերադարձավ, որովհետև չուզեցավ վերադառնալ։ Կիարան դիտեց Մարկի դեմքի ավերվածությունը զգաց, որ զայրույթն աճում է իր կրծքի մեջ։ Դուք ստում եք, Պիետրո։ Եթե Օլիվիան նոր կյանք ընտրեր, ինչու նա կթողներ Մարկի նվիրած ապարանջանը։ Պիետրոն կնճռեց հոնքերը։ Ինչ ապարանջան։ Այս մեկը, ասաց Կիարան, ցույց տալով իր դաստակը։ Դուք ինքներդ եք ինձ տվել այն հորս իրերի հետ միասին։ Եթե Օլիվիան նոր կյանք ընտրեր, ինչու նա կթողներ այդքան կարևոր զարդը։ Պիետրոյի դեմքի շփոթությունը անկեղծ էր։ Այդ ապարանջանը Վիկտորի իրերի մեջ էր։ Ոչ։ Դա իմաստ չունի։ Մարկը մոտեցավ սեղանին, նրա միտքն արագ էր աշխատում։ Դուք չգիտեիք ապարանջանի մասին, չէ, Պիետրո։ Որովհետև Օլիվիան երբեք չհասավ գավառական քաղաք։ Ինչի։ Մասին եք խոսում, Պիետրոն ակնհայտորեն կորցնում էր իրավիճակի վերահսկողությունը։ Օլիվիան անհետանալուց առաջ գնաց հորս մոտ, դանդաղ ասաց Կիարան, կտորները իր մտքում համապատասխանում էին։ Նա հանձնեց ապարանջանը նամակը նրան, խնդրելով դրանք պահել, մինչ որ անվտանգ կլիներ իր համար վերադառնալը։ Բայց ինչ-որ բան սխալ ընթացավ նրանց պլանում։ Մարկը շարունակեց տրամաբանությունը։ Ձեր հայրը հայտնաբերեց, որ դուք ի սկզբանե գիտեիք հետաքննության մասին։ Նա հասկացավ, որ դուք ավելի վտանգավոր եք, քան պատկերացնում էր, ուստի Օլիվիային ասաց մնալ թաքնված։ Եվ երբ հայրս մահացավ անցյալ տարի, եզրակացրեց Կիարան, Օլիվիան չգիտեր, թե անվտանգ է արդյոք վերադառնալը, քանի որ միայն նա էր իմանում ամբողջ պլանը։ Պիետրոն ակնհայտորեն գունատվել էր։ Վիկտորը երբեք չի ասել, նա ինձ հավաստիացրել էր, որ հետաքննությունը դադարել էր։ Որովհետև նա պաշտպանում էր Օլիվիային ձեզանից, ասաց Մարկը աճող զայրույթով։ Այս բոլոր պատմությունները, թե նա նոր կյանք ունի, թե այլ մարդ է գտել, ստեր են, որոնք դուք ստեղծել եք մեզ շփոթեցնելու համար։ Կիարան վերցրեց հեռախոսը։ Պիետրո Մյուլլեր, Ալյանս շինարարական ընկերության անունից, ես տեղեկացնում եմ իրավասու մարմիններին գումարների շեղման աշխատակիցներին հնարավոր սպառնալիքների մասին։ Պիետրոն արագ վեր կացավ։ Դուք բավարար ապացույցներ չունեք։ Ես ոչնչացրել եմ փաստաթղթերի մեծ մասը, իմ խոսքը նույնքան արժե, որքան ձեր խոսքը։ Իրականում, ասաց մի կնոջ ձայն դռնից, նրանք ապացույցներ ունեն։ Բոլորը շրջվեցին, տեսնելու Ագնեսին կանգնած գրասենյակի մուտքի մոտ, գրելով մի ծավալուն թղթապանակ։ Մարկը զարմացած նայեց նրան։ Ագնես։ Ինչպե՞ս։
Կներեք միջամտելու համար, Մարկ, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որ դուք իմանաք ճշմարտությունը, թե ով եմ ես իրականում։ Ագնեսը մտավ գրասենյակ, նրա կեցվածքը ամբողջությամբ փոխված էր։ Իմ իրական անունը Աննա Օլլինս է, ես Վիկտոր Ալյանցի կողմից 3 տարի առաջ վարձված մասնավոր հետախույզ եմ։ Գրասենյակի լռությունը բացարձակ էր։ Պիետրոն գունատվել էր ուրվականի պես, մինչ Մարկը փորձում էր մարսել այն, ինչ հենց նոր էր լսել։ Վիկտորը վաղուց էր կասկածում Պիետրոյին, բայց նրան կոնկրետ ապացույցներ էին պետք։ Երբ նա Օլիվիային վարձեց աուդիտի համար, նա ինձ վարձեց Պիետրոյին հսկելու նրա ընտանիքը պաշտպանելու համար։ Աննան սիրով նայեց Մարկին։ Ես հոգ եմ տարել վարդի մասին ոչ միայն որպես բարեհաճություն, Մարկ։ Դա իմ աշխատանքն էր, պաշտպանել նրան։ Դուք գիտեիք, թե որտեղ էր Օլիվիան այս ամբողջ ժամանակ, հարցրեց Մարկը, նրա ձայնը գրեթե կտրվում էր։ Աննան մեղմ ժպտաց։ Օլիվիան ապահով է մի ափամերձ քաղաքում, աշխատում է մի հյուրատանը, իմ հսկողության ներքո։ Նա 2 տարի է սպասում է նշանի, որ անվտանգ է տուն վերադառնալը։ Մարկը զգաց, որ ոտքերը թուլանում են, հենվեց սեղանին։ Օլիվիան ողջ էր, ապահով էր, սպասում էր տուն վերադառնալուն։ Իսկ Պիետրո, Աննան շրջվեց դեպի պատին հենված տղամարդը, ձեր բոլոր գործունեությունները մանրակրկիտ փաստագրվել են վերջին 3 տարիների ընթացքում։ Ես բավականաչափ ապացույցներ ունեմ ապահովելու համար, որ դուք երկար ժամանակ կբացատրեք ձեր մեթոդները իշխանություններին։ Պիետրոն նայեց երեքին, հասկանալով, որ իր խաբեությունը մոտենում է ավարտին։ Վիկտորը միշտ շատ պարանոիկ էր իր իսկ բարօրության համար։ Ոչ, ասաց Կիարան, մոտենալով նրան։ Հայրս պարզապես զգույշ էր իր սիրելիների հետ։ Եվ հիմա, նրա շնորհիվ, մենք վերջապես կկարողանանք արդարություն հաստատել։ Երբ 20 րոպե անց ոստիկանությունը ժամանեց, Պիետրոյին առանց դիմադրության տարան։ Աննան բացատրեց, որ ինքը զանգահարել էր իշխանություններին, հենց որ հասկացել էր, որ իրավիճակը զարգանում էր այդ գիշեր։ Մարկը նայեց Կիարային, դեռ փորձելով մարսել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Երբ կարող եմ տեսնել Օլիվիային։ Իսկ ինչ կասեք վաղը առավոտյան, պատասխանեց Աննան ժպիտով։ Կարծում եմ, որ նա նույնպես անհամբեր է իմանալու, թե ինչպես է վարդը մեծացել, շնորհակալություն հայտնելու այն կնոջը, ով օգնել է պաշտպանել իր ընտանիքը։ Կիարան մի ցավ զգաց, որը չէր կարողանում ամբողջությամբ նույնականացնել։ Դա ուրախություն էր Մարկի ընտանիքի վերամիավորման համար, բայց նա անբացատրելի տխրություն։ Նա սովորել էր նրանց գործընկերությանը, ընդհանուր առաքելություն ունենալու զգացողությանը։ Կիարա, ասաց Մարկը, կարծես կարդալով նրա մտքերը։ Այս ամենը հնարավոր չէր լինի առանց ձեզ։ Օլիվիան կցանկանա անձամբ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն ինչի համար։ Աննան դիտեց նրանց փոխազդեցությունը զգուշորեն ժպտաց։ Որոշ սիրո պատմություններին ժամանակ էր պետք ծաղկելու համար, նա կասկածում էր, որ Մարկի Կիարայի պատմությունը նոր էր սկսվում, ոչ թե ավարտվում։ Ճանապարհորդությունը մինչ 23 ժամ տեց, բայց Մարկի համար հավերժություն թվաց։ Վարդը քնած էր հետի նստարանին, հագած իր լավագույն ծաղկավոր զգեստը, մինչ Աննան վարում էր մեքենան, նրան, ով բազմիցս էր կատարել այդ ճանապարհորդությունը, բնորոշ հանգստությամբ։ Կիարան պնդել էր ուղեկցել նրանց, պատճառաբանելով, որ ցանկանում է անձամբ համոզվել, որ Օլիվիան լավ է, բայց Մարկը կասկածում էր, որ նրա որոշման հետում ավելին կար։ Նյարդային եք, հարցրեց Կիարան, նկատելով, թե ինչպես էր Մարկը մատներով թմբկահարում իր ծունկը։ Ահաբեկվածը ավելի համապատասխան բառ կլիներ, անկեղծորեն պատասխանեց նա։ 2 տարին շատ երկար ժամանակ է, Կիարա։ Իսկ եթե նա փոխվել է։ Իսկ եթե այլս չի ուզում տուն վերադառնալ։ Աննան նայեց հետի հայելու միջով։ Մարկ, Օլիվիան ամեն օր հարցնում է ձեր վարդի մասին։ Նա պարզապես չի վերադարձել, որովհետև չգիտեր, արդյոք դուք ապահով կլինեիք։ Քաղաքը փոքր էր հմայիչ, գունագեղ տներով, որոնք սփռված էին արմավենիների մեջ Սանալ լճի շքեղ տեսարանով։ Աննան մեքենան կանգնեցրեց Աստղերի ապաստան անունով հարմարավետ հյուրատան դիմաց։ Մարկը հեգնանքով ժպտաց, տեսնելով անունը։ Նա է ընտրել անունը, բացատրեց Աննան, նկատելով նրա արտահայտությունը։ Ասում էր, որ աստղերը միշտ եղել են իր ուղեցույցը։ Վարդն արթնացել էր, քթով սեղմում էր մեքենայի պատուհանին։ Հայրիկ, ինչու եկանք այստեղ։ Դու ասացիր, որ դա հատուկ անակնկալ էր։ Մարկը խորը շունչ քաշեց, պատրաստվելով վերջին 2 տարիների ամենակարևոր պահին։ Վարդ, սերս, հիշո՞ւմ ես, թե ինչպես ես միշտ հարցնում մայրիկի մասին։
Այո, պատասխանեց աղջիկը, նրա մեծ աչքերը լցվեցին հույսով։ Դե, մայրիկը այստեղ է։ Նա ստիպված էր մի որոշ ժամանակ հեռու մնալ, մեզ պաշտպանելու համար, բայց հիմա կարող է տուն վերադառնալ։ Վարդի աչքերը լայն բացվեցին, նա սկսեց ուրախ ծափահարել։ Մայրիկը այստեղ է։ Կարող եմ նրան հիմա տեսնել։ Նրանք դանդաղ դուրս եկան մեքենայից, Մարկը կրում էր վարդին, մինչ Կիարան Աննան հետում էին նրանց։ Հյուրատան դուռը բացվեց, նախքան նրանք կհասնեին պատշգամբին, Օլիվիան հայտնվեց։ Մարկը զգաց, կարծես աշխարհը կանգ էր առել։ Օլիվիան ավելի նիհար էր, նրա մազերն ավելի երկար էին, նրա աչքերում մի ուրիշ բան կար, հասունություն, որը նախկինում չկար։ Բայց դեռ այն կինն էր, ում նա սիրում էր, դեռ վարդի մայրն էր։ Մարկ, շշնջաց նա, ձեռքերով ծածկելով բերանը, ցնցումից ուրախությունից։ Վարդը հայացքը հառեց դռան մոտ կանգնած կնոջը, ապա Մարկին։ Հայրիկ, նա… Այո, աղջիկս։ Դա քո մայրիկն է։ Վարդը ձեռքերը մեկնեց դեպի Օլիվիան, ով վազեց մնացած մետրերը, որոնք բաժանում էին նրանց։ Մայր ու դուստր գրկախառնվեցին հյուրատան այգու մեջտեղում, երկուսն էլ լացելով, մինչ Մարկը դիտում էր տեսարանը, արցունքները հոսում էին նրա դեմքից։ Իմ փոքրիկ վարդ, լացում էր Օլիվիան, համբույրներով ծածկելով դստեր դեմքը։ Ինչպես ես մեծացել։ Ինչպես ես գեղեցիկ։ Մայրիկ, ինչու գնացիր։ Հայրիկը շատ տխուր էր, ասաց վարդը, երեխաներին բնորոշ անկեղծությամբ։ Ես պետք է պաշտպանեի ձեզ, սերս։ Բայց հիմա կարող եմ տուն վերադառնալ, խոստանում եմ, որ այլս երբեք չեմ լքի ձեզ։ Մարկը դանդաղ մոտեցավ, դեռ չկարողանալով ամբողջությամբ հավատալ, որ դա իրական էր։ Օլիվիան աչքերը բարձրացրեց նրա վրա, մի պահ նրանք պարզապես նայեցին միմյանց, 2 տարվա բաժանումը, ցավը կարոտը լուռ անցան նրանց միջով։ Բար, պարզապես ասաց նա։ Բար, պատասխանեց նա, ժպտալով արցունքների միջով։ Նրանք գրկախառնվեցին, վարդը նրանց միջ, կրկին կազմելով այն ընտանիքը, որը բաժանվել էր իրենց վերահսկողությունից դուրս հանգամանքներով։ Կիարան դիտում էր տեսարանը մի քանի մետր հեռավորությունից, զգալով ուրախության անբացատրելի ցավի բարդ խառնուրդ իր սրտում։ Աննան մեղմորեն դիպավ Կիարայի ուսին։ Կուզեք քաղաքում զբոսնել, մինչ նրանք խոսում են։ Կարծում եմ, նրանց պետք է առանձին ժամանակ։ Կիարան գլխով արեց, հասկանալով, որ իր ներկայությունը այնտեղ միգուցե անհրաժեշտ չէր այդ պահին։ Իհարկե։ Պարզապես ուզում եմ համոզվել, որ նա իսկապես լավ է։ Օլիվիան նկատեց Կիարային մոտեցավ, դեռ կրելով վարդին։ Դուք պետք է Կիարա Ալյանցը լինեք։ Աննան ինձ ամեն ինչ պատմեց, թե ինչպես եք օգնել Մարկին ճշմարտությունը հայտնաբերելու համար։ Դա նվազագույնն էր, ինչ կարող էի անել, պատասխանեց Կիարան, ստիպելով իրեն ժպտալ։ Ի վերջո իմ ընկերության սխալներն էին, որ առաջացրին այս ամբողջ իրավիճակը։ Ոչ, հաստատակամորեն ասաց Օլիվիան։ Դա Պիետրոյի ընտրություններն էին, որ առաջացրին սա։ Եվ ձեր ընտրություններն էին, որ օգնեցին ամեն ինչ լուծել։ Նա ձեռքը մեկնեց Կիարային։ Շնորհակալ եմ իմ ընտանիքին հոգ տանելու համար, մինչ ես չէի կարողանում։ Կիարան սեղմեց նրա ձեռքը, բայց մի բան կար այնցի մեջ, թե ինչպես Օլիվիան ասաց, իմ ընտանիքը, որը նրան ստիպեց զգալ իրեն որպես օտարական։ Խնդրեմ։ Ուրախ եմ, որ ամեն ինչ լուծվեց։ Նրանք առավոտվա մնացած մասն անցկացրեցին հյուրատան պատշգամբում, Օլիվիան պատմում էր իր կյանքի մասին վերջին 2 տարիներին, թե ինչպես էր աշխատել որպես հաշվապահ հյուրատան համար օգնել ընդլայնել բիզնեսը։ Վարդը ոչ մի պահ չէր հեռանում մոր գրկից, կարծես վախենում էր, որ նա նորից կանհետանա։ Օլիվիա, ասաց Մարկը խոսակցության ընդմիջման ժամանակ, ես պետք է իմանաք, որ Կիարան առանցքային էր այս ամենում։ Առանց նրա, ես երբեք չէի հայտնաբերի Պիետրոյի մասին ճշմարտությունը, ոչ էլ ձեզ չէի գտնի։ Օլիվիան նոր հետաքրքրությամբ նայեց Կիարային։ Մարկը միշտ երախտապարտ է եղել բնույթով, բայց հազվադեպ եմ նրան տեսել ինչ-որ մեկի մասին այդքան ջերմությամբ խոսելիս։ Կիարան զգաց, որ դեմքը տաքանում է։ Մենք պարզապես միասին աշխատեցինք առեղծվածը լուծելու համար։ Դա պրոֆեսիոնալ գործընկերություն էր։ Դա ավելին էր, քան դա, մեղմորեն ասաց Մարկը, նայելով Կիարային այնպես, որ Օլիվիան թեթակի կնճռեց հոնքերը։ Նրանց միջ անհարմար լռություն տիրեց։ Վարդը անտեղյակ մեծահասակների լարվածություններից, մորը ցույց էր տալիս այն նկարները, որոնք արել էր իր բացակայության ժամանակ։
Աննան հենց այդ պահին վերադարձավ, բոլորի համար պաղպաղակներ տանելով։ Կարծում էի, որ վարդը կցանկանար փորձել քաղաքի կոկոսի պաղպաղակը, ասաց նա մի պաղպաղակ տալով աղջկան։ Աննա մորաքույրը միշտ պաղպաղակ էր գնում ինձ համար, երբ հայրիկը տխուր էր, անմեղորեն մեկնաբանեց վարդը։ Օլիվիան Աննայից նայեց Մարկին, առաջին անգամ նկատելով նրանց միջ ընտանեկան մտերմությունը։ Աննան ինձ պատմեց, որ դուք հոգ եք տարել վարդի մասին այս 2 տարիների ընթացքում։ Ինչպես կարող եմ պատշաճ կերպով շնորհակալություն հայտնել դրա համար։ Պետք չէ շնորհակալություն հայտնել, պատասխանեց Աննան։ Վարդի մասին հոգ տանելը հաճույք էր։ Նա հատուկ աղջիկ է։ Եվ հայրիկը նույնպես շատ է սիրում Կիարային, շարունակեց վարդը, առանց նկատելու այն անհարմարությունը, որն առաջացնում էին նրա խոսքերը։ Նա միշտ ժպտում է, երբ խոսում է նրա մասին։ Օլիվիան ուղղակիորեն նայեց Մարկին, նրա աչքերը լուր հարց էին տալիս, որին նա պատրաստ չէր պատասխանելու։ Վարդ, արագ ասաց Մարկը, ինչ կասես, մայրիկին ցույց տանք լողափը։ Աննան ասաց, որ այն շատ գեղեցիկ է։ Երեկոյան լողափում տիրում էր լարված մթնոլորտ, չնայած բոլորի ջանքերին, ուրախ տրամադրություն պահպանելու համար։ Վարդը խաղում էր ավազի վրա Օլիվիայի հետ, կառուցելով ավազե ամրոցներ հավաքելով խեցիներ, մինչ Մարկը, Կիարան Աննան նստած դիտում էին սրբիչի վրա։ Մարկ, ասաց Օլիվիան, երբ վարդը հեռացավ ավելի շատ խեցիներ գտնելու համար, մենք պետք է լուրջ խոսենք մեր ապագայի մասին։ Իհարկե, պատասխանեց նա, բայց նրա ձայնում վարանում կար, որը չվրիպեց Օլիվիայի ուշադրությունից։ Այս 2 տարին շատ բան փոխեց։ Ինձ համար, ձեզ համար, վարդի համար։ Օլիվիան նստեց նրա կողքին։ Մենք չենք կարող պարզապես վերադառնալ այնպես, ինչպես նախկինում էինք։ Կիարան անհարմարորեն վեր կացավ։ Միգուցե ավելի լավ է, որ ես զբոսնեմ։ Ոչ, ասաց Օլիվիան, զարմացնելով բոլորին։ Կարծում եմ, դուք պետք է մնաք։ Այս խոսակցությունը ձեզ էլ է վերաբերում։ Մարկը շփոթված նայեց 2 կանանց միջ։ Օլիվիա, ինչ եք ուզում ասել։ Օլիվիան խորը շունչ քաշեց, որոշում կայացնելով, որը նա քննարկում էր ամբողջ օրը։ Մարկ, ակնհայտ է, որ դուք զգացմունքներ ունեք Կիարայի նկատմամբ։ Եվ, անկեղծ ասած, ես չեմ կարող ձեզ մեղադրել։ Դուք կարծում էիք, որ ես ձեզ լքել եմ։ Դուք շարունակել եք ձեր կյանքը։ Օլիվիա, դա այդքան պարզ չէ, սկսեց Մարկը։ Հենց այդպես է, մեղմորեն ընդհատեց նա։ Եվ գիտեք ինչ։ Այս 2 տարին ինձ էլ է փոխել։ Ես սովորեցի լինել անկախ, ինքնուրույն որոշումներ կայացնել, ինքս ինձ համար կյանք կառուցել։ Նա նայեց լողափում խաղացող վարդին։ Ես դեռ սիրում եմ ձեզ, Մարկ։ Միշտ կսիրեմ։ Բայց չգիտեմ, թե արդյոք դեռ սիրահարված եմ ձեզ։ Հետաց լռությունը խախտվում էր միայն ալիքների ձայնով, որոնք բախվում էին լողափին։ Կիարան զգում էր, կարծես լրտեսում էր մասնավոր խոսակցության, բայց չէր կարողանում հեռանալ։ Ինչ եք ուզում ասել, հարցրեց Մարկը ցածր ձայնով։ Ես ասում եմ, որ միգուցե չպետք է փորձենք պարտադրել անցյալին վերադառնալ։ Միգուցե պետք է տեսնենք, թե որտեղ են մեր սրտերը հիմա ներկայում։ Աննան, ով մինչ այդ լուռ էր մնացել, որոշեց միջամտել։ Ինչու՞ չվերադառնանք հյուրատուն։ Ուշ է դառնում, վարդը պետք է հոգնած լինի։ Հյուրատան ճաշի ժամանակ խոսակցությունը կենտրոնացած էր վարդի նրա վերջին 2 տարիների չարաճճիությունների վրա։ Օլիվիան ուզում էր իմանալ յուրաքանչյուր կարևոր իրադարձության մասին, որը նա բաց էր թողել, յուրաքանչյուր նոր բառի մասին, որը վարդը սովորել էր, յուրաքանչյուր կամակորության յուրաքանչյուր ձեռքբերման մասին։ Նա սովորել է հեծանիվ վարել 6 ամիս առաջ, պատմեց Մարկը։ Կիարան օգնել է նրան ընտրել վարդագույն հեծանիվ, օժանդակ անիվներով։ Կիարան այնտեղ էր, հարցրեց Օլիվիան։ Նա միշտ հայտնվում էր, երբ ինձ օգնություն էր պետք վարդի հետ, բացատրեց Մարկը։ Նույնիսկ մինչ Պիետրոյի մասին իմանալը, նա արդեն հետաքրքրություն էր ցուցաբերում մեր իրավիճակի նկատմամբ։ Կիարան անհարմարորեն շարժվեց աթոռի վրա։ Ես պարզապես նկատեցի, որ Մարկը միշտ հոգնած էր, վարդը կարծես կանացի կերպարի կարիք ուներ իր կյանքում։ Եվ դուք հիանալի կերպով լրացրեցիք այդ դերը, ասաց Օլիվիան, բայց մի բան կար այնցի մեջ, թե ինչպես նա ասաց, որ ստիպեց բոլորին դադարեցնել ուտելը։ Վարդը, ով ավարտել էր իր ընթրիքը, բարձրացավ Օլիվիայի գիրկը։ Մայրիկ, դու մեզ հետ տուն կվերադառնաս։ Այո, սերս։ Մայրիկը կվերադառնա։
Եվ դուք ու հայրիկը միասին կմնաք հավերժ։ Երեխայի հարցը արձագանքեց ճաշասենյակի լռության մեջ, բոլոր մեծահասակները նայեցին միմյանց, ոչ ոք չգիտեր, թե ինչպես պատասխանել։ Վարդ, զգուշորեն ասաց Օլիվիան, երբեմն մեծահասակներին ժամանակ է պետք, հասկանալու, թե որն է երջանիկ ընտանիք լինելու լավագույն միջոցը։ Բայց դուք սիրում եք միմյանց, չէ՞, պնդեց Վարդը մանկության պարզ տրամաբանությամբ։ Մարկը նայեց Օլիվիային, ապա Կիարային, իրեն բաժանված զգալով Օլիվիայի հետ կիսած սիրո Կիարայի նկատմամբ զարգացրած նոր զգացմունքների միջ։ Վարդ, սերը ավելի բարդ է, քան թվում է, երբ փոքր ենք։ Չեմ կարծում, որ այդպես է, ասաց աղջիկը, հորանջելով։ Ես սիրում եմ ձեզ բոլորիդ, դուք ինձ սիրում եք։ Ինչու են մեծահասակները ամեն ինչ այդքան դժվարացնում։ Աննան ժպտաց, վեր կենալով Վարդին վերցնելու համար։ Իսկ ինչ կասեք, ես փոքրիկ փիլիսոփային քնեցնեմ։ Վաղը կարող եք շարունակել այս կարևոր խոսակցությունը։ Երբ Աննան հեռացավ Վարդի հետ, Օլիվիան, Մարկը Կիարան առաջին անգամ մենակ մնացին վերամիավորումից ի վեր։ Օդի լարվածությունը շոշափելի էր։ Մարկ, մեղմորեն ասաց Օլիվիան, գիտեմ, որ դուք ուզում եք ճիշտ բանն անել։ Միշտ այդպես է եղել։ Բայց երբեմն ճիշտ բանն ակնհայտ չէ։ Ինչ եք ուզում, որ անեմ, հարցրեց նա, ակնհայտորեն կոնֆլիկտի մեջ։ Ուզում եմ, որ դուք անկեղծ լինեք ինքներդ ձեզ հետ, այն մասին, թե ինչ եք զգում։ Եվ ուզում եմ, որ Կիարան նույնն անի։ Օլիվիան վեր կացավ, շտկելով իր կիսաշրջած գեստը։ Ես կգնամ լողափում զբոսնելու։ Դուք երկուստ պետք է խոսեք։ Երբ նրանք մենակ մնացին, Մարկը Կիարան նայեցին միմյանց, չիմանալով, թե որտեղից սկսել։ Վերջապես, Կիարան խախտեց լռությունը։ Մարկ, միգուցե Օլիվիան ճիշտ է։ Միգուցե պետք է անկեղծ լինենք այն մասին, թե ինչ է կատարվում մեր մեջ։ Եվ ինչ է կատարվում մեր մեջ, Կիարա։ Նա վարանեց, ապա ուղղակիորեն նայեց նրա աչքերին։ Դուք հստակ գիտեք, թե ինչ է կատարվում։ Հարցն այն է, թե ինչ ենք անելու դրա հետ կապված։ Մարկը Կիարան լուր քայլեցին մինչ հյուրատան պատշգամբը, որտեղ նստեցին փայտե ճոճանակին, որը մեղմորեն ճոճվում էր ծովային զեփյուռից։ Աստղերը պայծառ փայլում էին մաքուր երկնքում, իսկ ալիքների ձայնը կատարյալ երաժշտություն էր ստեղծում մի խոսակցության համար, որը նրանք երկուսն էլ գիտեին, որ անխուսափելի էր։ Կիարա, սկսեց Մարկը, երբ Օլիվիան անհետացավ, կարծում էի, որ իմ կյանքն ավարտվել է։ Չգիտեի, թե ինչպես կլինեմ միայնակ հայր, չգիտեի, թե ինչպես բացատրեմ Վարդին, թե ինչու էր նրա մայրը հեռացել։ Իսկ հիմա մեղմորեն հարցրեց նա։ Հիմա գիտեմ, որ ոչ միայն գոյատել եմ, այլ ավելի լավ մարդ եմ դարձել։ Եվ դրա մեծ մասը ձեր շնորհիվ էր։ Մարկը շրջվեց, նրան նայելու համար։ Դուք հայտնվեցիք իմ կյանքում, երբ ինձ ամենաշատն էիք պետք, նույնիսկ առանց իմանալու։ Կիարան զգաց, որ արցունքներ են գոյանում իր աչքերում։ Մարկ, դուք չեք կարող այդպիսի բաներ ասել։ Օլիվիան վերադարձել է։ Ձեր ընտանիքը կարող է նորից միավորվել։ Կարող է, համաձայնեց նա։ Բայց արդյոք պետք է։ Ինչ եք ուզում ասել։ Մարկը ձեռքով անցկացրեց մազերով մի ժեստ, որը Կիարան սովորել էր ճանաչել որպես նշան, որ նա պայքարում էր որևէ դժվար մտքի հետ։ Օլիվիան տարբեր է։ Ես տարբեր եմ։ Այս 2 տարին մեզ փոխել է այնպես, որ միգուցե անդառնալի են։ Բայց նա Վարդի մայրն է։ Դուք միասին պատմություն ունեք, իսկական սեր։ Ունեինք, ուղեց Մարկը։ Եվ դա իրական էր, գեղեցիկ կարոր։ Բայց երբեմն սերը բավարար չէ 2 մարդուն միասին պահելու համար։ Նա բռնեց Կիարայի ձեռքը։ Եվ երբեմն սերը մեզ տանում է բոլորովին նոր ուղղություններով։ Կիարան միահյուսեց իր մատները նրա մատների հետ, զգալով ջերմությունն ու անվտանգությունը, որոնք նա միշտ զգում էր նրա կողքին։ Մարկ, ես չեմ ուզում լինել այն մարդը, ով ընտանիք է կործանում։ Դուք ոչինչ չեք կործանում։ Դուք անկեղծ եք ձեր զգացմունքների մասին, ես անկեղծ եմ իմ զգացմունքների մասին։ Նրանց ընդհատեց Օլիվիայի ժամանումը, ով վերադառնում էր լողափում իր զբոսանքից։ Նա կանգ առավ պատշգամբի մուտքի մոտ, դիտելով նրանց միջ ինտիմ տեսարանը տխուր ժպտաց։ Կարող եմ միանալ ձեզ, հարցրեց նա։ Մարկը Կիարան մի փոքր բաժանվեցին, բայց ձեռքերը չթողեցին։ Իհարկե, ասաց Կիարան։ Օլիվիան նստեց ճոճանակի դիմացի աթոռին, ուսումնասիրելով երկուսի դեմքերը։ Որ է եզրակացության հասակ։
Օլիվիա, մենք չենք ուզում ձեզ վիրավորել, սկսեց Մարկը։ Եվ չեք էլ վիրավորի, ընդհատեց նա։ Մարկ, այս 2 տարիների ընթացքում շատ բան եմ սովորել ինքս ինձ մասին։ Ես հայտնաբերեցի, որ ավելի ուժեղ անկախ եմ, քան երբեք պատկերացրել էի։ Ես այստեղ կյանք եմ կառուցել, որը ինձ երջանիկ է դարձնում։ Բայց դուք ասացիք, որ տուն կվերադառնաք, հիշեցրեց Կիարան։ Եվ կվերադառնամ։ Պետք է վերադառնամ վարդի համար, պետք է լինեմ այն մայրը, որին նա արժանի է։ Օլիվիան առաջ թեքվեց։ Բայց դա չի նշանակում, որ Մարկը ես պետք է փորձենք վերակառուցել մեր ամուսնությունը պարզապես այն պատճառով, որ մարդիկ դա են ակնկալում։ Մարկը կնճռեց հոնքերը։ Դուք ասում եք, որ չեք ուզում նորից փորձել։ Ես ասում եմ, որ ճանաչում եմ իրականությունը։ Օլիվիան ժպտաց, բայց նրա աչքերում տխրություն կար։ Դուք սիրահարվել եք Կիարային, Մարկ։ Եվ նա սիրահարվել է ձեզ։ Ես դա հստակ տեսնում եմ, նույնիսկ եթե դուք դեռ փորձում եք հասկանալ։ Կիարան զգաց, որ դեմքը կարմրում է։ Օլիվիա, ես երբեք չեմ ուզել։ Ես գիտեմ, մեղմորեն ասաց Օլիվիան։ Եվ հենց դրա համար էլ գիտեմ, որ դուք կատարյալ եք միմյանց համար։ Ոչ դուք, ոչ Մարկը դա չէիք փնտրում։ Դա բնականաբար տեղի ունեցավ, մինչ դուք միասին աշխատում էիք ինձ գտնելու համար։ Լռությունը տեց մի քանի րոպե, յուրաքանչյուրը կորած իր մտքերում։ Վերջապես, Մարկը խոսեց. Իսկ վարդը։ Ինչպես բացատրենք դա նրան։ Մենք կբացատրենք ճշմարտությունը, պատասխանեց Օլիվիան։ Որ երբեմն մեծահասակները փոխվում են, որ երբեմն սերը տարբեր ձեր է ընդունում, բայց որ նրան միշտ անվերապահորեն կսիրենք բոլորս։ Բոլորս, կրկնեց Կիարան։ Եթե ուզում եք լինել մեր ոչ ավանդական ընտանիքի մի մասը, ասաց Օլիվիան անկեղծ ժպիտով։ Վարդը արդեն սիրում է ձեզ որպես կնքամայր, ես կցանկանայի ունենալ ձեզ նման ընկերուհի։ Կիարան զգաց, որ արցունքները հոսում են իր դեմքից։ Դուք ի վիճակի կլինեք դա անել։ Իմ ընկերուհին լինել, նույնիսկ իմանալով, որ դուք սիրում եք իմ դստեր հորը, ավարտեց Օլիվիան։ Կիարա, ես շատ ավելի կնախընտրեմ, որ վարդը մեծանա, տեսնելով իսկական անկեղծ սիրո օրինակներ, քան տեսնելով իր ծնողներին, ծածնելով զգացմունքներ, որոնք այլս գոյություն չունեն։ Աննան հենց այդ պահին հայտնվեց դռան մոտ։ Կներեք ընդհատելու համար, բայց վարդն արթնացել է հարցնում է ձեր մասին։ Երեքն էլ վեր կացան գնացին այն սենյակը, որտեղ վարդը նստած էր մահճակալին, քնկոտ աչքերը շփելով։ Մայրիկ, հայրիկ, ես մղձավանջ տեսա։ Օլիվիան նստեց մահճակալին, վարդին քաշեց իր գիրկը։ Կուզես պատմել մայրիկին։ Ես երազ տեսա, որ դուք վիճում էիք, դու նորից գնում էիր, ասաց վարդը, դեմքը թաղելով Օլիվիայի կրծքին։ Մարկը նստեց մահճակալի մյուս կողմում, քնքշորեն շոյելով դստեր մազերը։ Վարդ, մենք չենք վիճելու։ Եվ քո մայրը չի գնալու։ Բայց դուք նորից միասին չեք ապրելու, չէ՞, հարցրեց վարդը երեխաների սուր ընկալումով։ Օլիվիան Մարկը նայեցին միմյանց վարդի գլխի վրայով։ Դա ճշմարտության պահն էր։ Սերս, մեղմորեն ասաց Օլիվիան, երբեմն երկու մարդ կարող են շատ սիրել միմյանց, բայց հայտնաբերել, որ ավելի երջանիկ են լինելով հատուկ ընկերներ, քան ամուսնացած։ Ինչպես դուք հայրիկը, հարցրեց վարդը։ Հենց ինչպես ես հայրիկը։ Վարդը մի պահ մտածեց, ապա նայեց, թե որտեղ էր կանգնած Կիարան դռան մոտ։ Իսկ Կիարան։ Նա կշարունակի լինել մեր ընկերուհին։ Մարկը ձեռքը մեկնեց Կիարային, ով վարանելով մոտեցավ։ Վարդ, ինչպես կզգայիր, եթե Կիարան ավելին լիներ, քան մեր ընկերուհին։ Եթե նա լիներ եթե նա լիներ շատ հատուկ մարդ մեր կյանքում։ Վարդը Մարկից նայեց Կիարային, ապա Օլիվիային։ Ուզում եք ասել, որպես նոր մայրիկ։ Ոչ հենց այդպես, բացատրեց Օլիվիան։ Ես միշտ կլինեմ քո մայրիկը, սերս։ Բայց Կիարան կարող էր լինել։ Խորթ մայր, ով քեզ շատ է սիրում։ Երկու մայր։ Վարդի աչքերը լուսավորվեցին։ Դա նշանակում է երկու անգամ ավելի շատ գրկախառնություններ, երկու անգամ ավելի շատ մեկը, ինձ հոգ տանելու համար։ Մեծահասակները ծիծաղեցին, թեթացած մանկական տրամաբանության պարզությունից։ Մի բան այդպես, ասաց Մարկը։ Վարդը ցատկեց մահճակալից, վազեց գրկելու Կիարային։ Ես շատ կցանկանայի դա։ Կարող եմ ձեզ կնքամայր Կիարա կանչել։
Կիարան ծնկի իջավ, վարդի հասակին հավասարվելու համար, ամուր գրկելով աղջկան. Ես շատ կսիրեի դա, վարդ. Ավելի շատ, քան որե բան աշխարհում։ Հաջորդ առավոտը հյուրատուն բերեց մի այլ էներգիա։ Նրանք ժամեր շարունակ խոսեցին նոր իրավիճակի գործնական կազմակերպումների մասին։ Օլիվիան որոշեց, որ կվերադառնա Երան, բայց ոչ այն տունը, որը նա կիսել էր Մարկի հետ։ Փոխարենը նա կփնտրեր իր սեփական բնակարանը բավականաչափ մոտ, որպեսզի վարդը հեշտությամբ կարողանար տեղաշարժվել երկու տների միջ։ Ուզում եմ վերակառուցել իմ կարիերան որպես մասնավոր հետախույզ, բացատրեց Օլիվիան։ Աննան ինձ առաջարկեց գործընկերություն իր անվտանգության ընկերությունում։ Իսկ Պիետրոն, հարցրեց Կիարան։ Աննան ժպտաց։ Պիետրոն բազմաթիվ մեղադրանքների է բախվում։ Գումարների շեղումների, անկանոն անվտանգության ընկերության սպառնալիքների փորձերի մեջ նա երկար ժամանակ զբաղված կլինի փաստաբաններով։ Մարկը շրջվեց դեպի Կիարան։ Իսկ մենք ի՞նչ ենք անում ընկերության հետ կապված։ Ես մտածել եմ այդ մասին, պատասխանեց Կիարան։ Կցանկանայի ամբողջությամբ վերակառուցել Ալյանս շինարարական ընկերությունը։ Ուզում եմ ներդնել ամբողջական թափանցիկության քաղաքականություն ստեղծել անկախ էթիկայի խորհուրդ։ Եվ կցանկանայիք, որ ես լինեի այդ խորհրդի մի մասը, հարցրեց Մարկը, ժպտալով։ Իրականում, ավելի համապարփակ բանի մասին էի մտածում։ Ինչ կասեք, եթե դուք դառնաք ընկերության գործընկերներ։ Ձեր տեխնիկական փորձով, ձեր ազնվությամբ, մենք կարող էինք Ալյանսը դարձնել կայուն էթիկական շինարարության էտալոն։ Մարկը նայեց Օլիվիային, ով խրախուսականորեն գլխով արեց։ Կարծում եմ, դա կատարյալ կլիներ ձեզ համար, Մարկ։ Դուք միշտ ցանկացել եք աշխատել այնպիսի նախագծերի վրա, որոնք փոփոխություն կմտցնեին աշխարհում։ Վարդը, ով խաղում էր խեցիներով պատշգամբում, վազեց նրանց մոտ։ Կարող եմ կարևոր հարց տալ մեծահասակների համար։ Իհարկե, ասաց Օլիվիան։ Երբ դուք բոլորդ վերադառնաք տուն, երեկույթ կկազմակերպենք։ Տոնելու համար, որ մեր ընտանիքն ավելի մեծացավ, քան փոքրացավ։ Կիարան նորից արցունքներ զգաց աչքերում։ Կարծում եմ, որ դա գեղեցիկ երեկույթ կլինի, վարդ։ Եվ կարող ենք Աննա մորաքույրին էլ հրավիրել։ Նա գրեթե ընտանիքի անդամ է։ Աննան, ով ամբողջ առավոտ զգուշորեն հետին պլանում էր մնացել, մոտեցավ։ Պատիվ կլիներ լինել ձեր երեկույթի մի մասը։ Երբ մեկնելու ժամանակը եկավ, բոլորը հուզված էին, բայց նա հույսով լի։ Վերադարձի ճանապարհը դեպի Երան լի էր ծիծաղով, ապագայի պլաններով։ Վարդը նստած էր մեջտեղում, Մարկի Օլիվիայի միջ, մինչ Կիարան վարում էր, իսկ Աննան նավարկում էր։ Գիտեք, հանկարծ ասաց վարդը, կարծում եմ, որ իմ ընտանիքն ավելի լավն է հիմա, քան նախկինում էր։ Ինչո՞ւ, հարցրեց Մարկը։ Որովհետև նախկինում ես ընդամենը 2 մարդ ունեի, ովքեր ինձ շատ էին սիրում։ Հիմա ես 4-ն ունեմ։ Օլիվիան սեղմեց դստեր ձեռքը։ Եվ գիտեք, թե դա ինչ է նշանակում։ Ինչ։ Նշանակում է, որ դու 4 անգամ ավելի հաջողակ ես։ Վարդը ժպտաց, գոհ սիրո մաթեմատիկայից։ Ինձ դուր է գալիս այդ հաշվարկը։ Մարկը հետի հայելու միջով նայեց Կիարային, ով ժպտաց ի պատասխան։ Առաջին անգամ երկար ժամանակ անց նա իրեն ամբողջական էր զգում։ Ոչ այնպես, ինչպես պլանավորել կամ պատկերացրել էր, բայց ավելի լավ ձով, որովհետև այն կառուցվել էր ազնվորեն, փոփոխություններին դիմակայելու անսպասելի հնարավորություններն ընդունելու քաջությամբ։ Մինչ բնապատկերը անցնում էր պատուհանից, Մարկը մտածում էր աստղերով ապարանջանի մասին, որը հավաքել էր այդ բոլոր մարդկանց։ Օլիվիան ճիշտ էր, երբ ասում էր, որ աստղերը միշտ եղել են իր ուղեցույցը։ Եվ հիմա, նայելով իր կյանքի 3 կարևոր կանանց, նա գիտեր, որ գտել է իր կատարյալ համաստեղությունը։ 6 ամիս անց կյանքը ներդաշնակ ռիթմ էր գտել, որը նրանցից ոչ ոք չէր կարող պատկերացնել նախկինում։ Այն տունը, որը Մարկը Կիարան միասին գնել էին, բավականաչափ ընդարձակ էր վարդին տեղավորելու համար այն շաբաթների ընթացքում, երբ նա նրանց հետ էր անցկացնում, բավականաչափ մոտ էր Օլիվիայի բնակարանին, որպեսզի աղջիկը կարողանար ոտքով գնալ, երբ ուզենար տեսնել մորը։ Շաբաթ առավոտ էր, վարդը խոհանոցում օգնում էր Կիարային բլիթներ պատրաստել հատուկ նախաճաշի համար, որը նրանք պլանավորել էին։ Մարկը աշխատում էր այգում, վարդեր տնկելով փոքրիկ բանջարանոցի կողքին, որը վարդը պնդել էր ստեղծել։ Կնքամայր Կիարա, ասաց վարդը խմորը կենտրոնացած խառնելով, կարծում եք, որ հայրիկը կզարմանա մեր անակնկալից։ Կիարան ժպտաց, քնքշորեն շոյելով աղջկա մազերը։
Վստահ եմ, որ այո, վարդ։ Ամեն օր չէ, որ նոր ընտանիքի 1 տարին է լրանում։ Դա ճիշտ էր։ Ուղիղ 1 տարի էր անցել այն գիշերվանից, երբ Մարկը գրասենյակում տեսել էր աստղերով ապարանջանը Կիարայի դաստակին։ 1 տարի էր անցել այն օրվանից, երբ նրանց կյանքերը անդառնալիորեն միահյուսվել էին։ Ալյանս ընկերությունն ամբողջությամբ վերափոխվել էր նոր ղեկավարության ներքո։ Կիարան Մարկը ներդրել էին թափանցիկության քաղաքականություն, որը օրինակ էր դարձել այլ շինարարական ընկերությունների համար։ Ընկերությունն այժմ ազգային մակարդակով ճանաչված էր իր կայուն էթիկական, սոցիալական, բնակարանաշինական նախագծերով։ Աննան դարձել էր անվտանգության ղեկավարը, ապահովելով, որ այլևս ոչ ոք, ինչպես Պիետրոն, չկարողանա կոռուպցիան ներթափանցել կազմակերպություն։ Զանգը հնչեց, վարդը վազեց պատասխանելու, իմանալով, որ Օլիվիան է գալիս հատուկ նախաճաշի համար։ Մայրիկ, մայրիկ, դու ծաղիկներ բերեցիր։ Օլիվիան ներս մտավ, կրելով դաշտային աստղերի ծաղկեփունջ, վարդի սիրելի ծաղիկները։ Իհարկե բերեցի, սերս։ Եվ նա հատուկ նորություն բերեցի։ Ինչ նորություն, հարցրեց վարդը, ցատկելով հետաքրքրությունից։ Դե, ասաց Օլիվիան, նայելով Մարկին, ով ներս էր մտել հողոտ ձեռքերով, հիշո՞ւմ եք, որ ես ասացի, որ Աննա մորաքրոջ հետ կարոր գործի վրա էի աշխատում։ Այո, միաձայն պատասխանեցին Մարկը Կիարան։ Մենք հաջողության հասանք։ Մենք գտանք Պիետրոյի սխեմայի բոլոր զոհերին, վերականգնեցինք շեղված գումարի գրեթե ամբողջը։ Օլիվիան հպարտորեն ժպտաց։ Եվ ամենալավն այն է, որ այդ գումարի մեծ մասը կօգտագործվի Ալյանսի նոր սոցիալական բնակարանաշինական նախագծի համար։ Մարկը ինքնաբերաբար գրկեց Օլիվիային։ Դա ֆանտաստիկ է։ Դուք իսկապես արդարություն հաստատեցիք։ Իսկ Պիետրոն, հարցրեց Կիարան։ Դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, գումարած ամբողջական փոխհատուցում։ Եվ նրա անվտանգության ընկերությունը վերջնականապես փակվել է։ Վարդը ծափահարեց։ Դա նշանակում է, որ չարագործները պարտվեցին, իսկ բարիները հաղթեցին։ Հենց այդպես, ասաց Աննան, ով անաղմուկ եկել էր դռնից լսել խոսակցությունը։ Եվ բարիները նա գեղեցիկ ընտանիք ձեռք բերեցին։ Նրանք հավաքվեցին խոհանոցի սեղանի շուրջ նախաճաշելու համար, մի ավանդույթ, որը նրանք հաստատել էին բոլորին կապված պահելու համար։ Վարդը նստեց Մարկի Օլիվիայի միջ, մինչ Կիարան Աննան զբաղեցրին մյուս տեղերը։ Մի բան ունեմ ձեզ համար, հանկարծ ասաց վարդը, վեր կենալով իր դպրոցական պայուսակից ինչ-որ բան վերցնելու համար։ Նա վերադարձավ, գրելով գունագեղ նկար։ Սա դպրոցում եմ արել, երբ ուսուցիչը խնդրեց նկարել մեր ընտանիքը։ Նկարում պատկերված էին 5 ֆիգուր, ձեռք ձեռքի տված, գունագեղ տան դիմաց։ Վարդը յուրաքանչյուր ֆիգուրի տակ անուններ էր գրել՝ հայրիկ, մայրիկ, կնքամայր Կիարա, Աննա մորաքույր վարդ։ Եվ տեսեք, ասաց վարդը մատնացույց անելով նկարի երկինքը, ես աստղեր դրեցի, որովհետև մայրիկն ասաց, որ դրանք միշտ ուղեկցում են ընտանիքին տուն։ Կիարան արցունքներ զգաց աչքերում, տեսնելով, թե ինչպես էր վարդը ներկայացրել իր ոչ ավանդական ընտանիքը այդքան սիրով ընդունումով։ Դա ամենագեղեցիկ նկարն է, որ երբեք տեսել եմ, վարդ։ Կարող եմ կախել սառնարանից, հարցրեց աղջիկը։ Իհարկե, ասաց Մարկը, բայց նախ ուզում եմ մի բան ցույց տալ ձեզ։ Նա գնաց սենյակ վերադարձավ, գրելով մի փոքրիկ արկղ։ Վարդ, հիշում ես այն հատուկ ապարանջանը, որը քո մայրը սովորաբար կրում էր։ Այն կապույտ աստղիկներովը։ Հենց այդ մեկը։ Դե ես խոսեցի քո մոր Կիարայի հետ, մենք որոշեցինք, որ երբ դու 15 տարեկան դառնաս, այն քոնը կլինի։ Վարդի աչքերը լայն բացվեցին։ Իմը։ Իսկապես։ Օլիվիան ծնկի իջավ դստեր կողքին։ Իսկապես։ Որովհետև այդ ապարանջանի աստղերը մեզ բերեցին այս ամբողջ երջանկությունը։ Նրանք մեզ առաջնորդեցին տուն, ինչպես դու նկարեցիր։ Բայց մինչ այդ, ասաց Կիարան, իր գրպանից ինչ-որ բան հանելով, ինչ կասեք սրա մասին։ Դա նուրբ թնոց էր, փոքրիկ արծաթե աստղով։ Որպեսզի կարողանաս մարզվել, լինելով ընտանիքի աստղերի պահապանը։ Վարդն անմիջապես դրեց թնոցը, հիանալով, թե ինչպես էր այն փայլում առավոտյան լույսի ներքո։ Հիմա ես պաշտոնապես աստղերի պահապանն եմ։ Աննան բարձրացրեց իր սուրճի բաժակը։ Իսկ ինչ կասեք կենաց ասելուն։ Այն ամենագեղեցիկ ոչ ավանդական ընտանիքին, որին ես ճանաչում եմ։ Բոլորը բարձրացրին իրենց բաժակները, վարդը բարձրացրեց իր նարնջի հյութի բաժակը, կենաց ասացին։
Ընտանիքի համար, ասաց Մարկը։ Իսկական սիրուն, բոլոր ձերով, ավելացրեց Օլիվիան։ Փոփոխություններն ընդունելու քաջությանը, ասաց Կիարան։ Արդարությանը երջանիկ ավարտներին, ասաց Աննան։ Եվ աստղերին, որոնք մեզ առաջնորդում են տուն, բղավեց վարդը, ստիպելով բոլորին ծիծաղել։ Նախաճաշից հետո նրանք դուրս եկան այգի, որտեղ Մարկը անակնկալ էր պատրաստել։ Վարդի բանջարանոցի կենտրոնում նա տնկել էր փոքրիկ աստղային հասմիկ։ Որպեսզի միշտ ունենանք տանը ծաղկող աստղեր, բացատրեց նա։ Վարդը վազեց գրկելու փոքրիկ թուփը։ Դա կատարյալ է։ Եվ երբ ծաղիկները մեծանան, ես ծաղկեփունջ կանեմ իմ յուրաքանչյուր մոր համար։ Յուրաքանչյուր մոր համար, հարցրեց Օլիվիան, զվարճացած։ Իհարկե։ Ես ունեմ կենսաբանական մայրիկս, որը դուք եք, խորտ մայրիկս, որը Կիարան է։ Եվ ունեմ աննամորաքույր մայրիկս, ով միշտ հոգ է տարել իմ մասին։ Ես աշխարհի ամենահաջողակ աղջիկն եմ։ Օրվա ընթացքում յուրաքանչյուրն անցավ իր գործերին։ Օլիվիան վերադարձավ իր բնակարան, նոր գործի վրա աշխատելու, Աննան այցելեց իր հարազատներին, իսկ Մարկը, Կիարան վարդը մնացին տանը, այգին կազմակերպելով։ Երեկոյան, երբ վարդն արդեն քնած էր, Մարկը Կիարան նստեցին պատշգամբում, դիտելով երկնքի իրական աստղերը։ Գիտեք, ասաց Մարկը, 1 տարի առաջ, եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, որ ես հիմա ավելի երջանիկ կլինեմ, քան Օլիվիայի հեռանալուց առաջ էի, ես այդ մարդուն խենթ կանվանեի։ Իսկ հիմա, հարցրեց Կիարան, մտերմանալով նրա կողքին։ Հիմա գիտեմ, որ երբեմն կյանքը մեզ տանում է այնպիսի ճանապարհներով, որոնք մենք երբեք չէինք պատկերացնում, բայց որոնք մեզ տանում են հենց այնտեղ, որտեղ պետք է լինենք։ Կիարան նայեց աստղերով ապարանջանին, որն այժմ նորից կրում էր, Օլիվիան պնդել էր, որ նա պահի այն որպես խորհրդանիշ, թե ինչպես է ճակատագիրն աշխատել նրանց միավորելու համար։ Կարծում եք, որ Վիկտորն ի սկզբանե պլանավորել էր այս ամենը։ Ձեր հայրը իմաստուն մարդ էր, բայց կասկածում եմ, որ նա կարող էր պլանավորել այդքան բարդ գեղեցիկ մի բան։ Մարկը համբուրեց Կիարայի գլխի վերին մասը։ Կարծում եմ, որ նա պարզապես ճիշտ սերմերն էր տնկել, վստահել էր, որ սերը ճանապարհ կգտնի։ Կողքի սենյակում վարդը հանգիստ քնած էր, երազելով աստղերով լի այգիների ընտանիքների մասին, որոնք մեծանում են, այլ ոչ թե փոքրանում։ Նրա դաստակին փոքրիկ արծաթե աստղը մեղմորեն փայլում էր լուսնի լույսի ներքո։ Երանի մեկ այլ վայրում Օլիվիան աշխատում էր իր համակարգչի վրա, պատրաստելով Պիետրո Մյուլլերի գործի վերջնական զեկույցը։ Էկրանին նա մուտքագրում էր վերջին բառերը։ Արդարությունը վերականգնված է, ընտանիքները վերամիավորված են, իսկական սերը հաղթեց իր բոլոր ձեռով։ Եվ Երանի քրեակատարողական հիմնարկի մի փոքրիկ խցում Պիետրո Մյուլլերը ճաղերից նայում էր նույն աստղալից երկնքին, վերջապես հասկանալով, որ որոշ համաստեղություններ ավելի հզոր են, քան մարդկային ցանկացած ագահություն։ Կյանքը գտել էր իր կատարյալ հավասարակշռությունը, ոչ այն ավանդական ձով, որը նրանցից որը մեկը պատկերացրել էր, այլ այն ազնիվ ճշմարիտ ձով, որին արժանի էին նրանց սրտերը։ Եվ երբ վարդը հաջորդ առավոտ արթնանար, նա կարթնանար, իմանալով, որ շրջապատված է անվերապահ սիրով, որը փորձվել էր ժամանակի կողմից, ձավորվել էր դժվարություններով, ամրապնդվել էր երջանկությունն ընտրելու քաջությամբ, կոնվենցիաներից վեր։ Աստղերը շարունակում էին փայլել Երանի վրա, պահպանելով մի ընտանիքի գաղտնիքները, որը սովորել էր, որ իսկական սերը միայն մեկց չունի, այլ բոլոր ձերը, որոնք թույլ են տալիս սրտերին լինել անկեղծորեն ազատ։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարկի, Կիարայի, Օլիվիայի վարդի պատմությունը խորապես դիպել է ձեզ։ Շարունակելու համար հետել նույնքան հետաքրքրաշարժ պատմություններին սիրո, ընտանիքի երկրորդ հնարավորությունների մասին, ձեզ հրավիրում ենք բաժանորդագրվել մեր ալիքին, կողքի կոճակը սեղմելով։ Եթե այս պատմությունը հույզեր է առաջացրել ձեր մեջ, մի մոռացեք հավանել մեկնաբանություններում մեզ ասել, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունը, անսպասելի ավարտների գեղեցկությունը։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը, հիշեք, երբեմն աստղերը մեզ առաջնորդում են դեպի ավելի գեղեցիկ վայրեր, քան մենք երազում էինք։ Մինչ հաջորդ պատմությունը։